Ինչպես է երկիր մոլորակի վրա առաջացել ժամանակակից մարդը։ Արդյոք նա մեկ ընդհանուր օրրան ունի, թե նա միաժամանակ հայտնվել է երկրագնդի տարբեր ծայրերում։ Ժամանակակից գիտությունից ինչ է մեզ հայտնի հայկական բարձրավանդակում հայտնված նախամարդու մասին։ Ինչով է պայմանավորված այն փաստը, որ մեզանից տասնյակ հազար տարիներ առաջ հայկական լեռնաշխարհում ապրող բանական մարդու գենը մինչ օրս գրեթե չի փոփոխվել։ Ինչպիսի էվոլյուցիա է անցել այդ մարդու լեզուն։ Ինչ գիտական նվաճումներ է գրանցել ժամանակակից ծինաբանությունը եւ ինչ է սպասվում մեր տեսակին մոտ ապագայում։ Այս եւ այլ հարցերի շուրջ Մետաֆոր ոդքասթի այս թողարկման ընթացքում զրուցել եմ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, գենետիկ ծինաբան, մարդաբան Լևոն Եպիսկոպոսյանի հետ։ Ձեր կարծիքները կարող եք գրել մեկնաբանությունների բաժնում եւ անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Հիշեցնեմ, որ Մետաֆոր ոդքասթի հաղորդումները կարող եք դիտել մեր YouTube-յան ալիքով եւ լսել Բելգահայ ռադիոյի եթերում։ Բարև ձեզ, պարոն Եպիսկոպոսյան, բարի գալուստ Մետաֆոր ոդքասթ, բարի գալուստ Բելգահայ ռադիո, շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս։ Եվ ուզում եմ սկսել ամենասկզբից, պարոն Եպիսկոպոսյան, երբ եւ ինչ պայմաններում են առաջացել առաջին հոմինինները, այսինքն խոսքը գնում է ավստրալոպիտեկի, օրինակ, հոմո հաբիլիսի, հոմո էրեկտուսի, նեանդերթալյան մարդու, մարդ բանականի, այսինքն հոմո սապիենսի մասին։ Սրանք բոլորը Աֆրիկայի մեծ ճեղքվածքային հովիտում են առաջացել, այն որ անգլերեն ասում են The Great Rift Valley, եւ այնտեղից արդեն տարածվել են ամբողջ երկրագնդով մեկ։ Լավ, նորից բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Սիրով կխոսենք այդ թեմայի շուրջ, միասին կխոսենք եւ սկսեմ նրանից, որ այսօր մենք համարյա ամեն ամիս, համարյա ամեն մի հանդեսի համարում մենք տեսնում ենք նոր հոդվածներ, որոնք ոչ միայն հարստացնում են մեր գիտելիքը եւ ավելի են, ասած, հստակեցնում մեր գիտելիքը, մեր իմացությունը, մեր նախնիների վերաբերյալ, բայց ես կասեի, որ ավելի շատ, ավելի բարդացնում են այդ պատկերը։ Եվ այդ պատկերը, եթե ինչպես ասացիք, որ իհարկե օրորոցը դա Աֆրիկան է, բայց այսօր մենք ունենք տվյալներ, որ նույնիսկ ասենք մի քանի 7, 8, 9 միլիոն տարի առաջ կան տեսակներ, որոնք որ գտնվում են եւ հայտնաբերվել են Եվրոպայում։ Այսինքն այդ պատկերը այդքան էլ բարձ չի, պատկերը այդքան էլ հասարակ պատկեր չի եւ պատկերը գնալով ինչքան ես հասկանում եմ, ինչքան տեսնում եմ եւ իմ փորձի իման վրա եւ ընդհանրապես այն ինչ որ կատարվում է, գնալով ավելի խճճված պետք է լինեն, գնալով ավելի բարդ պետք է լինի այդ պատկերը եւ հուսամ որ կունենանք ավելի շատ գտածոներ եւ գտածոները թույլ կտան ավելի պարզեցնել մեր պատկերացումը, քանի որ այսօր այդքան էլ պարզ չէ։ Ընդհանուր առմամբ փորձեմ շատ հակիրճ ձևով պատասխանեմ ձեր հարցին, դա հետեւյալն է։ Մոտավորապես 7-8 միլիոն տարի առաջ ստեղծվել էին պայմաններ, որպեսզի ուրեմն առանձնանա մի խումբ պրիմատներից եւ այդ խումբը վերջի վերջո այսօր կամ ասենք 320,000 տարի, 350,000 տարի արդեն հանգել էր, եկել էր հասել մարդ բանականի, Homo sapiens։ Ասեմ հետեւյալը, որ սրանից ընդամենը երևի մի 15 տարի առաջ, 20 տարի առաջ մեր պատկերացումները, 20, մի քիչ ավել լավ, 20-25 տարի առաջ մեր պատկերացումը Homo sapiens-ի մասին հետեւյալն է, նրա ծագման մասին, մոտավորապես 150-200,000 տարի։ Անցավ ընդամենը 15-20 տարի եւ այսօրվա պատկերացումը հետեւյալ համարյա կրկնակի խորացել է, կրկնակի երկար է։ 300 են, չէ՞ ասում հիմա։ Մոտավորապես 350,000 տարի առաջ։ Այսինքն այսօր Մորոկոյի ասենք այդ տարածքում գտնվել են ուրեմն գտածոներ, որոնք պատկանում են, անշուշտ պատկանում են Homo sapiens-ին, բայց նրանց տարիքը մոտավորապես 320-350,000 տարի է։ Իսկ դա նշանակում է, որ
մենք ունենք ինչ-որ մի միտում եւ այդ միտումը հետեւյալն է, որ գնալով ամեն բոլոր կետերը, բոլոր կտրվածքները, բոլոր հանգույցները նրանք գնալով խորանում են։ Երբ որ ես ուսանող էի երկար տարիներ առաջ, այն ժամանակ 2 միլիոն, 3 միլիոն տարվա մասին էին խոսում հոմինիդների ծագման մասին։ Այսօր մենք խոսում ենք 7-8 միլիոն տարվա մասին ենք խոսում։ Այսինքն համարյա 2-3 անգամ այդ տևողությունը, այդ խորությունը մեծացել է։ Այսինքն մենք պետք է միշտ հաշվի առնենք, որ մեր գիտելիքը, մեր ծագման, ընդհանրապես գիտության մեջ ցանկացած գիտելիք դա ժամանակավոր ինչ-որ մի աստիճան է, Դա է էվոլյուցիա ասում, երևի։ Այո, նորից բարձրանանք, վերևից ավելի այսպես հստակ պատկերացում ունենանք մեր անցյալի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է ուրեմն բուն մեր իմացածին, մեր իմացած այսօրվա մոտարապես այսպիսին է, որ ասենք մոտարապես 7-8 միլիոն տարի առաջ ուրեմն պայմաններ ստեղծվեցին, պայմանները եղել են հետևյալը, եւ երկու կողմից պետք է խոսենք։ Նախ եւ առաջ ուրեմն տեղի են ունեցել այնպիսի փոփոխություններ մեր գենետիկայում, այսինքն մեր կառուցվածքում, որոնք արդեն նախորոք պատրաստել են մեր նախնիներին, այսինքն պրիմատներին պատրաստել են այն վիճակին եւ խիտ տարածքներ, այսինքն անտառներ պետք է նրանք վերանային եւ պետք է սավանաների, ասենք, վերածեին։ Դա նշանակում է, որ այդ պայմաններում մեր նախնիները պետք է կարողանային գոյատևեին միայն այն դեպքում, երբ նրանք լինեին երկոտնյա, այսինքն ուղիղ քայլող։ Եվ այստեղ շատ կարևոր մի, չեմ ասում, որ դա վարկած է, բայց վարկածից ավելի ուժեղ այդպես ենթադրություն է դա, որ այդ պայմաններում կգոյատևեին եւ կունենային հաջողություն միայն այն էակները, որոնք ունեին այդ ունակությունը քայլելու, երկոտնյա քայլելու։ Իսկ դա նշանակում է, որ այդ ունակությունը ի հայտ է եկել շատ ավելի շուտ, քան ասենք 2 միլիոն տարի առաջ, երբ որ մենք դա կապում ենք ուղիղ քայլող մարդու հետ։ Այսինքն մեր պատկերացումները արդեն փոխվում են եւ ավելի են հստակեցում, քանի որ մենք ստանում ենք արդեն տվյալներ, ֆիզիկապես այդ տվյալները ստանում ենք եւ տեսնում ենք, որ 6-7 միլիոն տարի առաջ արդեն մարդը ուներ այդ ունակությունը ուղիղ քայլելու։ Դրա համար մենք պետք է այստեղ երկու բանի գործոնների մասին խոսենք։ Որոշ տեսակներ, չէ, այսինքն ոչ բոլոր տեսակները։ Այո, որոշ տեսակներ, այսինքն այն տեսակը, որ եղել է մեզ ամենամոտը մեզ այսօր գենետիկայի տեսակետից շիմպանզեն է, որը մոտավորապես 1-1.5%-ով է ուրեմն տարբերվում ուրեմն մարդու կառուցվածքից, գենետիկական կառուցվածքից, այսինքն մեր ընդհանուր նախնին ապրել է մոտավորապես, ասենք, 7-8-9 միլիոն տարի առաջ։ Այսօր էլ դա դժվար է հստակեցնել, քանի որ տվյալները շատ քիչ են եւ տվյալների առկայության դեպքում մենք կարող ենք ավելի հստակ պատկերացում ունենալ եւ մեր պատմության խորության մասին եւ սկզբի մեկնարկի մասին, այսպես ասած, մարդու ուրեմն էվոլյուցիայի մեկնարկի մասին։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա հետագա քայլերը դրանք շատ էլի ոչ լիարժեք ձևով են ներկայացված, քանի որ պարզ է, որ Աֆրիկայում, քանի որ մեծամասնությունը Աֆրիկայում է գտնվել, Աֆրիկայում պայմանները կլիմայական պայմանները այնպիսին չեն, որ նրանք նպաստեն ուրեմն լավագույն պահպանմանը, իհարկե ոչ։ Պարզ է, որ ուրեմն եւ արևը, եւ անձրևը, եւ չգիտեմ քամին, նրանք բոլորը քայքայել են, ֆիզիկապես քայքայել են այն կմախքները, որոնք որ շատ մեծ նշանակություն ունեն այդ պատմությունը վերականգնելու ուրեմն առումով, բայց այնուամենայնիվ ամեն տարի ինչ որ մի նոր բաներ են գտնվում, բացի դրանից, բացի նորից, նաեւ վերադառնում ենք այն 5 գթացոներին եւ նորագույն մեթոդներով, նորագույն, ասենք, ավելի զգայուն մեթոդներով կարողանում ենք արդեն այնտեղից քամել, եթե այդ բառը կարելի է օգտագործել, նոր արդյունքներ եւ այդ արդյունքները ավելի են հստակեցնում մեր պատկերացումը։ Ստեղ մի բան պետք է նաեւ մեջ բերեմ, որ միշտ էլ, մոտավորապես ասենք, մի 60,000, 30-40,000 տարի առաջ երկրագնդի վրա եղել են տարբեր տեսակներ մարդու։ Այսօր մենք ապրում ենք երևի ամենաաղքատիկ ժամանակաշրջանը։ Ընդամենը մի տեսակ է մնացել, մեկ տեսակ, եւ այդ տեսակը Homo sapiens-ն է։ Ինչքանով է դա, չգիտեմ, նպաստում մեր էվոլյուցիային, ինչքանով է դա
չգիտեմ, աղքատիկ դարձնում մեր կյանքը, ես կարծում եմ այո, աղքատիկ է դարձնում։ Քանի որ բազմազանությունը միշտ էլ եղել է էվոլյուցիայի հիմքն է եղել եւ ընտրությունը միշտ պետք է կատարվի բազմազանությունից։ Եվ մենք տեսնում ենք, որ բանի տեսակետից, կենսաբանության տեսակետից, գենետիկայի տեսակետից մենք այսօր ներկայացված ենք միայն մի տեսակով եւ այդ տեսակը այսօր մի բան էլ ավելացնեմ այստեղ, այդ տեսակը այսօր ներկայացված է, այսինքն բազմազանությունը մեր տեսակի գենետիկական բազմազանությունը 0.1% է։ Պատկերացրեք, մենք ունենալով 3 միլիարդ 200 միլիոն մոտավորապես նուկլեոտիդներ, այսինքն այդ տարերը, որից բաղկացած է մեր գենետիկական կառուցվածքը, ընդամենը 0.1%-ն է, որ ուրեմն ապահովում է բազմազանություն մարդկության։ Դա այդքան էլ մեծ չի, եւ պայմանավորված է նրանով, որ մեր պատմությունը շատ կարճ է, դեռ ընդամենը 350 ուրեմն հազար տարի է։ Իսկ ասենք լինելով քանակապես շատ ավելի փոքր, անհամեմատ ավելի փոքր, ասենք նույն շիմպանզեն, նույն գորիլաները, նրանց բազմազանությունը շատ ավելի մեծ է, քանի որ նրանց տևողությունը, ասենք մոտ 50-60 միլիոն տարի է։ Իսկ մեր Եթե վերցնում եք մարդ բանականը, Homo sapiens-ը, ինքն էլ օդից չառաջացավ, չէ՞, ինքը, այսինքն պատմություն է անցել, երբ որ եկե հասել է մուտացիաների միջոցով եկե հասել է այդ տեսակին։ Այսինքն չի կարելի ասել, որ ինքը մենք այսպես ասած 300-400 տարվա պատմություն ունենք որպես այդ տեսակը, քանի որ ինքը դրանից առաջ ուրիշ տեսակների հետ է խառնվել եւ ինչ որ էվոլյուցիայի արդյունքում եկել հասել է այդ տեսակին, ինչ կարծիք եք։ Ճիշտ դիտողություն է, այստեղ նայեք, ցանկացած տեսակ ունի իր էվոլյուցիան, ցանկացած տեսակ։ Եթե մենք վերցնում ենք Homo sapiens-ը, սովորաբար մասնագետները այսպես են պայմանավորվել, որ կա ինչ-որ մի հավաքածու, մի կոմպլեքս բանի հատկանիշների եւ այդ կոմպլեքսի հիման վրա կարողանում ենք առանձնացնել կամ նույնականացնել Homo sapiens-ը եւ առանձնացնել նրան եւ նախորդ տեսակներից եւ զուգահեռ իր հետ ապրող տեսակներից։ Այսինքն եղել է ժամանակաշրջան, երբ Homo sapiens-ը գոյատևել է, ասենք հելդենբերգյան մարդու հետ միասին կամ նեանդերտալ մարդու հետ միասին։ Բայց ինչպես ենք մենք տարբերակել, ինչպես կարելի է տարբերակել այսօր, ասենք 40,000-30,000 տարի առաջ դեռ ասենք նույն Եվրոպայում, նույն Եվրասիայում գոյատևում էին երկու տեսակ, առնվազն երկու տեսակ կամ երեք տեսակ, մարդ բանականը, նեանդերտալը եւ ասենք դենիսովյան մարդը։ Այդ երեքն էլ, բայց նրանք այսօր մասնագետը ի վիճակի է հստակ համարյա 100% հավանականությամբ բաժանել դրանք, առանձնացնել, նույնականացնել։ Դա նշանակում է, որ կա ինչ-որ մի, այսպես ասած, պատկեր, եւ այդ պատկերը, որ ֆիզիկական պատկեր է, այսինքն մորֆոլոգիական պատկեր է, եւ դրա հիման վրա կարելի է անել։ Իսկ եթե մենք ունենանք նաեւ հնարավորություն գենետիկորեն դա ուսումնասիրենք, բարձրավոր գենետիկորեն էլի նույն 100%-ով կարելի է, այսինքն բաժանել, առանձնացնել։ Բարձրավոր, երբ որ մենք խոսում ենք 300,000 տարվա մասին, դա այն կետն է, դա այն կտրվածքն է, երբ գտնվում են ուրեմն կմախքներ, որոնք իրենց կառուցվածքով համապատասխանում են այդ չափորոշիչներին, չափանիշներին։ Դա է, այսինքն նախորդ մասնագետները, էքսպերտները այդ չափանիշները ձևավորում են եւ այդ չափանիշների հիման վրա արդեն կարողանում ենք ուրեմն դրանց դասակարգել կամ նույնականացնել։ Եվ այսօր, երբ որ մենք խոսում ենք 350,000 տարվա մասին, դա այսպես ասած վերջնական բանը չէ, այսպես ասած վճիռը չի։ Պարզ է, որ եթե վաղը գտնվի 370, չգիտեմ 400,000 տարվա, պարզավոր մենք ստիպված ենք նաև երկարացնել մարդ բանականի պատմությունը, մարդ բանականի ուրեմն արմատները։ Միտում այդպիսին է, որ գնալով դեռ մենք խորացնում ենք եւ կլինեն արդեն կոնկրետ այդ գտածոները, դժվար է ասել, հաշվի առնելով, որ ամեն տեղ չի, որ հնարավոր է իրականացնել պեղումներ, հաշվի առնելով այսօրվա ասենք վիճակը տարբեր երկրներում եւ հատկապես այն մասում, որ հետաքրքիր է բանի տեսակետից, էվոլյուցիայի տեսակետից։ Մարդ բանականը
առաջի հենց օրվանից սկսել է ուրեմն իր խաչասերում, այսինքն իր գենետիկական ուրեմն բոլոր ուրեմն կապերը, գենետիկական շփումները նաև մյուս տեսակների հետ եւ ամենակարևորը մեզ համար այն շփումն է, որը տեղի է ունեցել մարդ բանականի եւ նեանդերտալ մարդու։ Այստեղ պետք է ասել հետեւյալը, որ մարդ բանականը սկսել է դուրս գալ, այսինքն փորձել դուրս գալ Աֆրիկայից ոչ թե 60,000 տարի, որը ասենք այդ վերջի, այսպես ասած, ելքն է եղել, այլ շատ ավելի վաղ ժամանակաշրջաններում եւ կան տվյալներ, ստույգ տվյալներ առայն եւ բայց դրանք չեն հաջողվել այն պատճառով, որ կամ ասենք քանակն է քիչ եղել, կամ ասենք կլիմայական պայմաններն են եղել շատ, ասենք դաժան են եղել եւ մարդը չի կարողացել գոյատևել, այնուամենայնիվ այդպիսի ուրեմն դրվագներ եղել են եւ նրանք թողել են հետքեր, բայց միշտ չի որ թողել են, ասենք կմախքներ կամ ոսկրանյութ են թողել։ Եվ ամենա, այդպես ասած, հաջողվածը եւ վերջինական, այսպես ասած, տարբերակը, որը հաջողվել է, դա մոտավորապես 50-60,000 տարի առաջ։ Մարդ բանականը դուրս է եկել ուրեմն Աֆրիկայից եւ Աֆրիկայից բարձր մտել է մեր տարածաշրջանը, այսինքն մտել է ուրեմն մերձավոր արևելք է մտել եւ մերձավոր արևելքում միանգամից հանդիպել է նեանդերտալյան մարդուն եւ այստեղ մենք արդեն ունենք ստույգ տվյալներ։ Այսինքն նեանդերտալյան մարդը եղել է Եվրոպայում։ Նեանդերտալ մարդը եղել է Եվրասիայում է եղել։ Ամբողջ Եվրասիայում սկսած ուրեմն Եվրոպայից, ուրեմն արևմտյան Եվրոպայից եւ եթե մենք նեանդերտալի հասկացողությունը մի քիչ ընդլայնենք, նաեւ այստեղ միացնենք նաեւ ուրեմն դենիսովյան մարդուն, ապա մենք ստանանք բավականին մեծ կամ շատ մեծ տարածք եւ այդ տարածքը ուրեմն սկսում է Եվրոպայից ընդհուպ մինչեւ ուրեմն Խաղաղ օվկիանոսը։ Դա նշանակում է, որ այդ տարածաշրջանը բնակեցված է եղել ուրեմն նեանդերտալյան մարդու կողմից, մոտավորապես ասենք մի 500,000 տարի, մի քիչ ավել, մի քիչ պակաս եւ իսկ մարդ բանական երբ որ մուտք է գործել, ինքը փաստորեն մուտք է գործել մի տարածք, որտեղ արդեն շատ լավ է իրեն զգացել, ասենք նեանդերտալ մարդը։ Եվ շատ հետաքրքիր փաստեր եք ասում, պարոն եպիսկոպոսյան, որովհետեւ հիմա ստեղից հարց է ծագում, թե բա նեանդերտալյան մարդը ինչպես հայտնվեց, ինչից առաջացավ եւ ինչպես հայտնվեց այդ հսկայական տարածքներում Եվրասիայում։ Նեանդերտալյան մարդը առաջացել է մոտավորապես ընդհանուր նախնիները մոտավորապես մեր 700,000 տարի է։ Այսօրվա նախնական մոտավոր, ասենք հաշվարկները մեր եւ նեանդերտալյան մարդու ընդհանուր նախնին 700,000 տարվա վաղեմություն ունի։ Նա ըստ բանի, ըստ այսօրվա տվյալների, այդ նախնին եղել է ուրեմն Հելդերբերգյան մարդը, որը որ առաջացել է արդեն ուղիղ քայլող մարդուն։ Մենք գիտենք հետեւյալը, որ առաջի ելքը, որը հաջողվել է ուրեմն մարդ ոչ բանականի ուղիղ քայլող մարդու կողմից, դա եղել է մոտավորապես 2 միլիոն տարի առաջ։ Ինձ հաջողվել է բախտ է վիճակվել մոտավորապես 25 տարի, 26 տարի առաջ Դմանիսիում տեսնել այն տեղանքը, որտեղ որ գտել էին այդ ուղիղ քայլող մարդու ուրեմն մնացորդները, այսինքն կմախքները, ես ուղղակի այստեղ այդ դրքիդ մեջ պահել եմ նաև նրանց երկու գանգ եմ պահել եւ շատ տենց հուզիչ պահեր, ոչ միայն ես իմ գործընկերների հետ միասին, երբ որ գնացել ենք ուրեմն Դմանիսի, դրանից հետո գնացինք Թիֆլիս եւ Թիֆլիսում այնտեղ սեյֆում ուղղակի պահում էին որպես գանձ, պարզա եւ մեր գործընկերը ուրեմն հայտնի մասնագետ Պիտեր Էնդրյուսը ինքը նայելով, տեսնելով, այսպես ասած գնահատելով, ասեց, որ մոտ 1 միլիոն, 1.9 միլիոն տարվա այսպես վաղեմություն ունի, ուրեմն այս կմախքները եւ հետագայում պարզվեց, որ հենց այդպես էլ 1.9, 1.8, 1.9 միլիոն տարվա վաղեմություն ունի։ Այսինքն ուղիղ քայլող մարդը երբ որ դուրս է եկել, արդեն ինքը առանձնացել է
իր էվոլյուցիան առանձին կատարվել է, ընթացել է Եվրասիայում եւ ուղիղ քայլող մարդը, որ մնացել է Աֆրիկայում, սա շատ սխեմատիկ է իհարկե բան Հա, է, բացատրություն է։ Այսինքն մնացել է այդ ուղիղ քայլողը դա չի նշանակում որ մի տեսակ է եղել։ Բազմաթիվ տեսակներ, ենթատեսակներ են եղել եւ դրանցից ոչ բոլորն են գոյատևել։ Ճյուղերից մեկը գոյատևում է, մեկը մահանում է, մեկը անհայտանում է, մեկը չի կարողանում ասենք ինչ որ ժառանգներ թողի եւ այդպես շարունակ։ Այսինքն այստեղ պայքարի գոյատևության ուրեմն պայքարի ընթացք է տեղի ունեցել եւ դա միշտ անընդհատ շարունակվել է այսօր գուցե այդ բանը չկա այդ երևույթը այդքան էլ արտահայտված չէ բայց մենք այսօր ունենք նաեւ մի վերջերս էլ շատ լավ հոդված լույս տեսավ առայն որ մեր ֆիզիկական հատկանիշները այդքան էլ կարևոր չեն մեր գոյատևման համար մեր տարածման համար Մարդ բանականին շատ քիչ ժամանակ պետք եղավ, որպեսզի կարողանա տարածվի ամբողջ Եվրասիայում եւ ոչ միայն Եվրասիայում, այլ նաեւ հատի Բերինգյան նեղոցը եւ հասնի Ամերիկա Ամերիկա։ հասնի։ Այսինքն դա նշանակում է, որ մեր էվոլյուցիան ոչ թե կենսաբանական բաների հիմքի վրա է դրված, այլ մեր էվոլյուցիան արդեն հաշվի առնելով որ մենք բանական ենք, այսինքն մենք նաև ստեղծում ենք պայմաններ, մենք ստեղծում ենք մշակույթի միջոցով մենք ստեղծում ենք բազմաթիվ հնարավորություններ, միջոցներ եւ պայմաններ, որպեսզի մենք կարողանանք ոչ միայն գոյատևենք, հարմարվենք եւ տարածվենք, այսինքն դա է հենց արդյունքը, դա է հենց գնահատականը, թե մենք արդյոք մենք էվոլյուցիայի տեսակետից հաջողակ տարբերակ ենք, թե ոչ։ Հա, այդ սահմանը, Այո։ հա, այդ սահմանը, երբ որ դադարում է կենսաբանությունը եւ սկսում է պատմությունը, ասենց մի քիչ լղոզված է, որ երբանից է որ ձեր ասած մարդը արդեն իր բանականության վրա հիմնվելով է առաջ գնում եւ այդ էվոլյուցիան շատ արագ է տեղի ունենում եւ մինչ այդ ինքը ուղղակի որպես բիոլոգիական կենսաբանական օրգանիզմ զարգացե ինչ որ этаպներով է անցել եւ հասել է այդտեղ։ Դա լավ հարց է, քանի որ այդ հարցի շուրջ կարելի է եւ երկար խոսել եւ կարելի է վիճել եւ կարելի է տարբեր տեսակետներ ունենալ։ Ես կարծում եմ մենք այսօր մտել ենք մի ժամանակաշրջան, երբ այդ հարցի պատասխանին պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք։ Ինչու՞, քանի որ նորից եմ ասում, ամեն անգամ նոր գտածոները ցույց են տալիս, որ մեր մշակութային, այսպես ասած, նվաճումները նրանք շատ ավելի խորը արմատներ ունեն։ Ասենք, երբ որ մենք ասում ենք բանի մասին, գործիքների մասին, քարի գործիքների մասին, ասում ենք մոտարապես 2 միլիոն տարի առաջ եւ ոչ ավել։ Այսօր արդեն մենք խոսում ենք դրա մասին, որ 3 միլիոն է, ոչ 3 միտեղ կարծած։ 3 կարող է լինի, ասենք, կարող ոչ պակաս։ Ես կարծում եմ, որ շատ ավելի խորը պետք է լինի, ուղղակի պետք է գտնենք։ Այսինքն, երբ որ մենք գտնում ենք 3 դա նշանակում է, որ 3, այսինքն բարձր հավանականությամբ կարելի է ենթադրել, որ եղել է եւ 3.4 եւ 3.5 եւ ինչու՞ չէ 3.5 եւ 4։ Այսինքն մենք նմանատիպ նվաճում, եթե էլի ասենք, դա օրինակ կրակի գյուտն է, որ այդ նախամարտիկ գտել են ու ասենք այդ գործիքները սարքել է այդ կրակի գյուտը, հետո որ դուք որ խոսում եք տեսեք, որ երկվոտանի է դա, երկվոտանի տեսակներն են էվոլյուցիայի կողմից առավելություն ստանում եւ ավելի զարգանում։ այո, Այդ երկվոտանիության շնորհիվ ես միտեղ կարծացի, որ քանի որ մարդու ձեռքերը շատ պրակտիկ բան եմ ասում, մարդու ձեռքերը ազատվում են, ինքը կարող է արդեն ձեռքերով ինչ որ այլ բաներ անել, այլ քայլելու համար պետք չի, ինքը սկսում է ինչ որ գործիքներ պատրաստել, հետո այդ ձեռքերը, որ աշխատացնում է իր մոտորիկայի շնորհիվ ուղեղն էլ է զարգանում եւ ուղեղը սկսում է մեծանալ եւ իրան պետք է լինում ավելի շատ էներգիա, քանի որ ուղեղը շատ էներգիա է խլում, այսինքն մարսողական համակարգի հետ միասին ամենաշատը ուղեղն է էներգիա պահանջում եւ դրանից էլ երբ որ կրակը հայտնաբերում են,
արդեն կարողանում են միսը բանը խորովել նոր ուտել, ավելի հեշտացնում է, ոնց որ իրանց մարսողականի վրայից այդ բեռը վերցնում է, ավելի արագ է դա տեղի ունենում, քիչ էներգատար է եւ այդ ավելացված էներգիան կարող է ուղղվել դեպի ուղեղի աշխատանքը եւ ավելի մեծանա ուղեղը։ Ոչ ճիշտ է, ամեն ինչը ճիշտ է եւ ես կասեի նաեւ դասագրքային է դեր ասածը, այսինքն կարելի է դա ուսանողներին նույնիսկ ստիպել որ դա իմանան որպես ասած որպես հիմք բանի մարդու էվոլյուցիայի հիմք։ Սա ամեն ինչը ճիշտ է, ուղղակի մենք պետք է միշտ ունենանք հավաստի տվյալներ։ Այդ տվյալները մենք պետք է հասկանանք, այսօր կան տարբեր դեր մոտեցումներ եւ պատկերացումներ մարդու էվոլյուցիայի։ Կա, ասենք, մոնոցենտրիկ, այսինքն մի կենտրոնից է առաջացել, եւ պոլիցենտրիկ կա, ասենք, տարբեր կենտրոններից են առաջացել։ Առ այսօր դեռ այդ երկու տեսակետները, ճիշտ է, մեկը այսպես ասած ունի առաջնայնություն կամ ասենք ավելի շատ է տարածված այդ մոնոցենտրիկը կամ պոլիցենտրիկը, բայց մենք գնալով մենք տեսանք ընդամենը 15 տարի առաջ մենք հասկացանք, որ Homo sapiens-ը նաև խաչասերվել է վանի հետ, նեանդերտալյան մարդու հետ։ Մինչ այդպիսի պատկերացում չկար։ Այդպիսի պատկերացում չկար եւ երբ որ 2011 թվականին է, 10-11 թվականին է։ Դրանից առաջ մենք ունեինք տվյալներ միայն Y քրոմոսոմի վերաբերյալ 1997 թվականին էր։ Այսինքն գնալով մեր պատկերացումները ավելի են հստակեցում, քանի որ եւ նոր մեթոդներ են ի հայտ գալիս, եւ նոր գտածոներ են ի հայտ գալիս։ Այսինքն մենք պետք է միշտ պատրաստ լինենք, ոչ միայն ասենք հստակեցնենք մեր գիտելիքները, մեր պատկերացումները, այլ երբեմն նաեւ վերանայենք, դա էլ կարող է լինի։ Եվ այսօր պետք է ասենք գիտնականները, մասնագետները պետք է պատրաստ լինեն, որ վաղը մյուս օրը ասենք կարող է գտնվեն ինչ որ նոր գտածոներ, նոր կմախքներ, որոնք հիմնովին, ասենք, ինչ-որ փոխեն մեր պատկերացումը մարդու էվոլյուցիայի վերաբերյալ։ Դա չի նշանակում, որ այն ինչ որ մենք գիտենք այսօր, գիտեինք երեք, սխալ է եղել, ոչ, դա սխալ չի, նա միշտ էլ համապատասխանել է այն նյութին, որի մենք տիրապետել ենք։ Ունեցել ենք, այո։ Դա կարծում եք, որ օրինակ ձեր գոլեգաների շրջանակներում ովքեր ավելի շատ այսպես ասած ճշգրիտ գիտությունների հետ են առնչվում, դա անելը երբ որ նոր գտածոներ են ի հայտ գալիս, երբ որ նոր մեթոդները թույլ են տալիս ավելի հստակեցնել մեր գիտելիքները, դա ձեզ թույլ է տալիս ավելի հեշտությամբ ընդունել նոր փաստեր, նոր իրողությունները, քան թե օրինակ պատմաբանների մոտ, որ նկատում ենք, որ երբ որ ինչ որ մի տեսություն ասենց շատ կարծրացել է, հետո այլ նորություններ, այլ հայտնաբերություններ են ի հայտ գալիս եւ դրա հակառակն են ապացուցում, նրանք շատերը դժվարանում են դա ընդունել, քանի որ ամբողջ իրենց այսպես ասած կարիերայի, իրենց ակադեմիկ անցած ճանապարհը իրենց կարծիքով զրոյանում է, իմ կարծիքով չի զրոյանում, քանի որ իրենք այդ ժամանակ այդ ձև են մտածել, որովհետև այդ տվյալներն են ունեցել, բայց իրենք ավելի շատ են դժվարանում ընդունել նոր փաստերը, քան օրինակ ճշգրիտ գիտություն ֆիզիկոսները, քիմիկոսները եւ այլն։ Ես համաձայն եմ, դա էլ է շատ ճիշտ դիտարկում, ես քանի անգամ ես դրա մասին խոսել եմ, չգիտեմ ինչքանով է համոզիչ եղել իմ ասածը, բայց համարյա մենք նույն պատկերացումն ենք, այսպես ասած, կիսում։ Նայեք, ընդհանրապես երբ որ իմ աշխատանքում, մեր աշխատանքում կենսաբանների, գենետիկայի կամ մարդաբանների, մենք ավելի շատ շփվում ենք հնագետների հետ, որոնք էլի, այդպես ասած, բնական գիտությունների շարքին կարելի է դասել, իհարկե, պատմաբանները, ձեր ասածով, համաձայն եմ դրա հետ, նրանք ավելի շատ հակված են ամեն ինչը, նույնիսկ նոր բաները մեկնաբանել իրենց իմացածի շրջանակներում։ Դա մի քիչ, ոչ թե մի քիչ, դա շատ է դանդաղեցնում, դա մի քիչ, ոնց ասեմ, արատավոր մոտեցում է դա։ Դա դանդաղեցնում է եւ թույլ չի տալիս ավելի, այդպես ասած,
ճկուն ձևով, ավելի անկաշկանդ ձևով, այսինքն մեկնաբանել, փորձել մեկնաբանել նոր բանը։ Պետք չի վախենալ, որ քո, ասենք նոր տվյալները ինչ որ հերքում են քո իմացածը։ Ես միշտ ուրախանում եմ, եթե ինչ որ նոր տվյալներ հերքում է իմացածը, դա նշանակում է, որ ինչ որ մի քայլ առաջ են գնացել։ Այո, Հա, հերքելը դա չի նշանակում, որ նա սխալ է եղել։ Նորից եմ կրկնում։ Նա եղել է ճիշտ, քանի որ համապատասխանել է այն ժամանակվա տվյալներին։ Այն ժամանակվա նյութին է համապատասխանել։ հետո Նոր գիտության դեպք մեջ, է տալիս ուրիշ ձևով նայել, այո, ուրիշ անկյան տակ նայել, ուրիշ, ասենք, ավելի զգայուն մեթոդներով, ավելի զգայուն տեխնոլոգիաներով ստանալ ավելի, ոնց ասեմ, ավելի նուրբ մեխանիզմները հասկանալ, որը դա գնալով դրանով է պայմանավորված, որ գիտությունը դա անվերջ գործնեություն է, անդադար եւ անվերջ գործնեություն է։ Եվ այդ գործնեությունը պետք է զբաղվեն այն մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց երեկվա իմացածը հերքել, այսօրվա հարցականի իմացածը տակ վաղը դնել, հերքել եւ այդպես շարունակ։ Դա այստեղ ինձ թվում է կարևորը ոչ թե ինչ ինչ եզրահանգման ես գալիս դու, այլ որ այն է, որ դու ամեն վարքյան հետևես գիտական մեթոդոլոգիային, այսինքն եթե գիտական մեթոդոլոգիայից շեղվում ես, նշանակում է, որ դու շատ զգայուն ես դառնում եւ դու սկսում ես արդեն տեղին բան անել, այսինքն տարբեր դոգմաների բաների ազդեցության տակ ընկնել եւ արդեն փորձում ես հարմարեցնել իրողությունները ըստ քո պատկերացումների, այսինքն ոչ թե դու հետևում ես, դու ասում ես ահա, այս հարցի շուրջ ենք խորանում, եկեք մենք ոչ մի բան չգիտենք, եկեք պարզենք, այլ դու ասում ես մենք գիտենք, որ էսենց, հիմա եկեք տեսնենք այս նորությունը, որ գտել ենք, ոնց ենք հարմարեցնում մեր իմացած։ դա կոչվում է դա կոչվում է քաղաքականացված կամ engage անգլերեն ասում են, այսինքն դու նախորոք պայմանավորվում ես, որ այս ուղղությամբ պետք է աշխատես։ Ընդհանրապես գիտության մեջ, ասենք, այն ասպարեզում, որտեղ մեր լաբորատորիան աշխատում, մենք ձգտում ենք եւ մեր գործընկերների հետ միասին մարդկային գործոնը նվազեցնել, մարդկային գործոնը չզոքացնել, եթե ստացվում է, միշտ չի ստացվում, պարզ է, մարդկային գործոնը միշտ էլ կա ու կա, բայց պետք է դու գիտակցաբար այդ գործոնը դու կարողանաս նվազեցնել ինչքան հնարավոր է։ Եվ այդ դեպքում, ասենք, դու օբյեկտիվությունը քո արդյունքների, քո աշխատանքի արդյունքների, դու ինչ-որ բարձրացնում ես։ Եվ ցավոք, ասենք, գենետիկան, ինչի մասին մենք ասենք, երբ որ խոսենք էթնոգենետիկայի մասին, ասենք ծագումնաբանության ժողովուրդների ծագման մասին, դա այն ասպարեզն է, որ շատ քաղաքականացված է։ Դու մասին կարելի է շատ երկար խոսել բայց սկսենք եթե հնարավոր անցնենք արդեն այդ թեմային, հա, թե այո, ես ուզում եի գայի դրան, բայց մի հարց կար, որ նախքին հարցին, որ պատասխանեցիք, իմ մեջ ծագեց, ուզում եմ այդ հարցի պատասխանը ձեզանից լսել, եթե կան իհարկե տվյալներ, նախքան լավ կամ նախքան այդ մարդ բանականի Աֆրիկայից դուրս գալը, մենք ունենք տվյալներ, թե ինչ քանակության մասին է խոսքը, երբ որ խոսում ենք այդ տարբեր խմբերի տարբեր մարդատեսակների մասին, ինչ օրինակ հազարներով են նրանք եղել, 100,000-ներով, միլիոններով, ինչ տվյալներ ունենք։ Տվյալները նորից, ասում եմ, դժվար է գնահատել, միակ, եթե մենք ունենք գենետիկական տվյալները, քանի որ գենետիկան շատ մաթեմատիկահեն առարկա է, թույլ է տալիս մոդելավորման, տարբեր սիմուլյացիոն, ասենք, ինչ-որ մոտեցումների հիման վրա, քիչ թե շատ, ասենք, ինչ-որ հստակ պատկերացում ստանալ, թե ինչքան մարդ է դուրս եկել բանական Աֆրիկայից մոտավորապես 60,000 տարի, 50,000 տարի առաջ։ Այսինքն դա կարելի է գնահատել։ Իսկ մնացած բաները շատ մոտավոր է, այսինքն դու պետք է ունենաս շատ լավ ներկայացված ոսկրանյութ պետք է ունենաս, եւ այդ ոսկրանյութի հիման վրա արդեն կարելի է որոշ ուրեմն ինչ-որ հետևություններ անել։ Նայեք,
ամենադժվար պահը այն է, կամ խոչընդոտը այն է, որ կանոնավոր թաղումներ երկար հազարամյակներ չի եղել պարուսա։ Եվ միայն կանոնավոր թաղումների հիման վրա կարող ենք մենք ասել, որ ասենք մանկական մահացություն այսքան ա եղել, կանանց մահացություն այսքան ա եղել, տղամարդկանց մահացություն այսքան ա եղել եւ դրա հիման վրա ժողովրդագրական պատկերը ինչ որ մի ձևով վերականգնել։ Այսինքն ձեր հարցին կարող եմ պատասխանել հետեւյալ ձևով, որ մոտավորապես քիչ թե շատ հստակ պատասխանը բանի դեմոգրաֆիայի վերաբերյալ դա ասենք դա արդեն բրոնզե դարն է, երբ որ արդեն սկսվում է կանոնավոր թաղումների, գերեզմանատների, չգիտեմ դամբարանների, դամբարանադաշտերի ձևավորումը եւ այդ դեպքում մենք կարող ենք դա ասել։ Դրանից առաջ բոլոր թաղումներ, նեոլիթյան թաղումները շատ պատահական են եւ մենք չունենք ընդամենը մի քանի չգիտեմ, 2 տասնյակ ունենանք, թե չունենանք Հայաստանում, այդքան է, քանի որ դրանք պատահական ձևով են գտնվում։ Եվ խոսել դրա մասին նորից կարելի է խոսել էլի օգտագործելով շատ թե քիչ, ասենք, մոդելավորման ճանապարհը։ Երբ որ մենք խոսում ենք ուրեմն քանակի մասին, ինչքան է մարդ դուրս եկել ուրեմն Աֆրիկայից 50-60 հազար տարի առաջ, գենետիկան մեր թույլ է տալիս գնահատել մոտավորապես 10,000 հոգի։ Պլյուս մինուս 10,000 հոգին դա նշանակում է, որ ընդամենը 2,000 սերունդ առաջ, շատ թե քիչ, 2,000 սերունդ առաջ, մեր ընդհանուր նախնիները կազմել են 10,000 պլյուս մինուս 10,000 հոգի։ Իսկ դա նշանակում է, որ Եվրասիայում եւ Ամերիկայում ապրող բոլոր բնիկ հոմո սապիենսները, այսինքն բանականները, մենք մեր նախնիները, մեր ծնողները, մեր հարևանները բոլորը նրանք 2,000 սերունդ առաջ ունեցել են բոլոր նույն նախնիները։ Մի օրինակ բերեմ, որը որ պարզ լինի, ասենք Իսլանդիան կազմավորվել է մոտավորապես 1000 տարի առաջ վիկինգների կողմից։ Եվ նրանք եղել են մոտավորապես 1000 հոգի։ Եվ այդ 1000 հոգին նայեք ցանկացած տեղաշարժում, ցանկացած գաղ, ցանկացած ասենք ուրեմն նոր բնակեցում, բանի ասենք կղզիբան, դա պատահական չի։ Ոչ թե վերցել են տարբեր ընտանիքներից մեկական հոգի եւ բնակեցրել են Իսլանդիան։ Բարեկամներով գնացել են։ Իհարկե, բարեկամներով, մտերիմներով, հարազատներով դրանք բանեն արել, ուրեմն բնակեցրել են։ Եվ պարզ է, որ նրանք առ այսօր այդ խնդրի առջև են կանգնած։ Նրանք ունեն հստակ ուրեմն օրենքներ, որոնք որ թույլ չեն տալիս, ոչ թե թույլ չեն տալիս, այլ ուղղակի ուրեմն տալիս են, խորհուրդ չեն տալիս, որպեսզի մոտ ազգակիցները ամուսնանան։ Եվ ընդդեմ կա հստակ մեխանիզմներ։ Այսինքն մենք պետք է դա հաշվի առնենք, որ երբ որ ուրեմն տեղի է ունենում ցանկացած գաղ, ցանկացած բնակեցում եւ կան օրինակներ նաեւ հայերի վերաբերյալ։ Եվ այսօր կան օրինակներ, երբ հայերը ուրեմն ապրելով առանձին մեկուսացված ձևով, ասենք մեկ գյուղում ստիպված են ամուսնանալ միայն իրենց բարեկամների, հարազատների հետ, այդպիսի տարբերակներ կա։ Ունենանք ժամանակ դրա մասին կխոսենք, գուցե մյուս անգամ, հաջորդ անգամ, բայց դա խոսում է նրա մասին, որ մարդ բանականի պատմությունը այնքան կարճատև է, այնքան կարճ է ժամանակի տեսակետից եւ հատկապես այն մասը, որի տևողությունը ընդամենը 50,000-60,000 տարի է, որ մենք այնքան նման ենք մեկս մյուսի, որ խոսել գենետիկական տարբերության մասին այդքան էլ, այդպես ասած, հիմքեր չունենք։ 10,000 հոգի մարդ նշանակում է բոլորը նույն գյուղից են, էլի։ Համարյա էլ այդպես է, այսինքն եւ հաշվի առնելով, որ նրանք էլ են գաղթել, եկել են էլի հարազատներով, բարեկամներով, քույր-եղբայրներով, բարձր է, որ նրանց եւ այդ գաղթը, այսինքն այդ ելքը շատ լավ ուրեմն բառ կա, այսինքն կապակցություն կա, bottleneck, այսինքն դու արհեստականորեն քո բազմազանությունը փոքրացնում ես։ Եվ այդ ճանապարհ իսկ ինչպես է դա փոքրանում, հենց այն պատճառով, որ դուք դուրս եք գալիս այնտեղից ոչ թե պատահական բազմություն է դուրս գալիս, այլ բազմություն, որը ունի բարեկամական, արենացական
ազգակցական, ասենք, կապեր ունեն։ Իսկ որ Եվ դրանով այդ է որ ասում եք, պայմանավորված այդ կոթոնն ենք, այո։ այդ որ ասում եք Իսլանդիայի օրինակը, որ օրենքներ կան, որ Այո, թույլ են տալիս, որ բացառել այդ շատ այո, մոտիկ ամուսնությունները, չգիտեմ, քանի պորտով են իրենք հաշվում, այո։ դա գենետիկան է թույլ տալիս անել, թե իրանց մոտ ինչ որ գրանցված տվյալներ կան, որ Հա, նայեք, ընտանիքների իրենց բաները մոտ պահում են։ կազմումը, որ հենց առաջի օրվանից համարյա, երբ որ սկսել են բնակեցրել այդ կղզին, նրանք առաջի օրվանից ունեցել են գրառումներ, այսինքն նրանք գրանցել են այդ ամեն ինչ, Հա, հա, արձանագրվել է։ հա, Ով հա, է եկել, ով է ում հետ ամուսնացել, ինչ բարեկամական կապեր են, ազգակցական կապեր են ունեցել, եւ դա այսօր մնացել է, այսինքն նրանց պահոցը, արխիվը շատ հարուստ է եւ շատ հստակ է։ Եվ ամուսնանալուց առաջ նրանք անպայման պետք է դիմեն այդ, բարձր որ արդեն տվայնեցված է արդեն դա, եւ իրենք ստանում են այդ, ուրեմն տեղեկությունը ստանում են, թե ինչ կարգի ազգացականներ են ապագա ամուսինները, եթե նրանք ունեն այդպիսի ուրեմն ցանկություն ամուսնանալու եւ երեխաներ ունենալու։ Եվ այստեղ հաշվի առնելով, որ այնուամենայնիվ այնտեղ պետք է ուրեմն տեղի ունենա այս կամ այն ուրեմն չափի այս կամ այն աստիճանի բարեկամական կապեր, ուրեմն այդ գլխի բնակիչների միջև, պարզա որ այդ տվյալները նաև ներկայացվում են մասնագետի եւ մասնագետը այսինքն խորհուրդ է տալիս, որ այս կամ այն, ասենք, հավանականությամբ ձեզ մոտ կարող է ուրեմն տեղի ունենա այս կամ այն հիվանդությունը եւ այլ, ժառանգական հիվանդության մասին խոսքը։ Այսինքն մարդիկ գիտակցում են եւ ինչ որ միջոցներ են արդեն օգտագործում, որպեսզի խուսափեն այդ բարդություններից դա եւ մեզ մոտ հայերիս մոտ էլ է ինչ որ չափով գործել, չէ՞, կարծեմ նախինում եկեղեցին է դա եկեղեցին հաշվել։ դերասում է եկեղեցին ասում են 7 պորտ։ Հա, Բանից հետո ուրեմն ցեղասպանությունից հետո այդ բանը իջավ մինչև 4 պորտը։ 4 պորտը եւ վեհապարի կողմից դա, այդպես ասած, հռչակվեց եւ գենետիկայի տեսակետից իհարկե ոչ մի արգելք չկա, եթե չկա ուրեմն հիվանդություններ, գենետիկական ժառանգական հիվանդություններ, բայց այդ հիվանդությունների հավանականություն եւ բարձրավոր, ասենք, մեզ մոտ էլ կան ժառանգական հիվանդություններ եւ հատկապես այդ պարբերական հիվանդություն կոչվածը, որը ուրեմն Միշել Գացովյան ընտանեկան տենդն է, որը բավականին բարձր կամ բարձր, ասենք, ինչ որ հաճախականություն ունի այդ մուտացիաների ուրեմն հաճախականությունը շատ բարձր է հայկական պոպուլյացիայում եւ մենք պետք է դա հաշվի առնենք։ Եվ ես կարծում եմ, որ արդեն եկել է ժամանակը, որպեսզի այստեղ պետական մոտեցում նաեւ ցուցաբերվի, որպեսզի մարդիկ մեր վերջի տվյալներով գալիս է մոտավորապես 45%-ը, այսինքն եթե կլորացնենք 50%, այսինքն յուրաքանչյուր երկրորդը կրում է մուտացիա, այդ գենի մուտացիան, դրանցից մի մասը ինչ որ տարբեր, ասենք, վիճակներում կարող է առաջացնի այդ պարբերական հիվանդությունը։ Դա նշանակում է, որ դա արդեն բավականին մեծ խնդիր է, առողջապահական խնդիր է եւ դրա դեմ, այնպես ասած, պետք է միջոցներ դրնակվեն, միջոցներ պետք է ինչ-որ մշակվեն եւ դա արդեն գիտությունը թույլ տալիս է, որ այդ միջոցները, որ պետք է պետությունը ձեռնարկի, իրենք լինեն գիտահեն եւ հավաստի, ասենք, գենետիկայի օգնությամբ կարողանանք հստակ իմանալ, թե տվյալ երկու անձը ինչքանով են իրար մոտիկ ընտանիքով իրենց երբ տղան եւ աղջիկը սիրահարվում են, նրանք երբեք չեն հարցնում դու, չգիտեմ, քո ընտանիքում, քո, չգիտեմ, տատեր, պապերը, չգիտեմ, բարեկամները ունեն այս հիվանդությունը, թե ոչ, կարծում եմ ստեղ տարբեր պատճառներ կա, առաջին հերթին դա ինչ որ տենց ընդունված չէ, երկրորդը դա մի քիչ այսպես կասկած է այդ հարուցում առաջացնում, թե ինչու ես բանանում, դա, այսինքն այստեղ կան տարբեր գործոններ կան, բայց եթե մոտենանք գիտակցաբար, եթե հստակ ձևով մոտենանք այդ հարցին, ինչու չիմանա, ինչու դեպքեր կան, բոլորս էլ գիտենք, ես էլ գիտեմ, բոլորս գիտենք, որ եւ ոչ ասենք աղջիկն է եւ ոչ տղան է, ասենք, տառապում այդ
հիվանդությամբ, բայց նրանք կարող է ունենան երեխա, որ ասենք շատ դժվար տարբերակն է, ասենք դաժան տարբերակն է, ասենք ձեռք բերում, քանի որ ժառանգում է եւ մորից եւ օրից է ժառանգում։ Հա, Ինչ նշանակում է, կրկնապատկվում է բայց դա կարելի է չի խուսափել։ Կարելի է հավանականությունը։ իհարկե կարելի է եւ ես կարծում եմ, որ եթե հարցը կարելի է լուծել, եթե հարցը նախորդ կարելի է շրջանցել այդ ուրեմն այդ դժվարությունը, ինչու չանել։ Քանի որ բոլոր դեպքերում այդ հիվանդությունը դա մեծ խնդիր է, կապված է եւ առողջության հետ, կապված է եւ նաեւ իրենց երեխա ունենալու հետ եւ ընդհանրապես տառապանքների հետ է կապված։ Ինչու, ասենք ժամանակին չի կանխել դա։ Ну դա առանձին զրույց է եւ լավ կլինի ասենք դրա մասին բժիշկների հետ խոսել, բժիշկ ավելի հստակ, ավելի պրոֆեսիոնալ ձևով դա բան կանի, բայց գենետիկայի տեսակետից ուղղակի անշուշտ դա մեկ է եւ բժիշկի համար նույն խնդիրն է եւ կենսաբանի համար նույն խնդիրն է եւ սովորական մարդու համար նույն խնդիրն է, ինչպես անել, որ խուսափել եւ չի առնչվել, ասենք ну շրջանցել վերջի այդ ցաներ դրվագը էլի։ Հիմա մենք արդեն սաղ անցում ենք կատարել արդեն մեր խնդիրներ, մեր տարածաշրջան ամենայն դեպս եւ դուք որ պատմում եք մարդ բանականը երբ որ դուրս է գալիս Աֆրիկայից եւ առաջի տարածաշրջանը, որ ամենամոտիկն է գտնվում, կարելի է համարել այդ միջագետքյան շրջանը, այդ ինչ որ կոչում ենք բարեբեր մահիկ եւ այդտեղից ավելի հյուսիս արդեն գնում է հայկական բարձրավանդակ եւ ընդեղից ավելի դեպի Եվրոպա, դեպի Ասիա այդ տարածքները, այսինքն դուրս է գալիս, որ առաջի միջավայրը, որտեղ նա հայտնվում է, Homo sapiens մարդ բանականը, որտեղ նա հայտնվում է, դա մոտավորապես մեր եւ մերձակա տարածաշրջանն է եւ այդտեղ արդեն զարգացման առումով սկսում են շատ ավելի լուրջ խմորումներ գնալ, այնտեղ լեզուն սկսում է ոչ թե առաջանալ, այլ ավելի զարգանալ։ Մենք գիտենք, որ նեանդերթալյան մարդն էլ է լեզու ունեցել, բայց ասում են, որ իր մոտ ավելի պրիմիտիվ եւ ավելի պրակտիկ կարելի ասել ձևի է զարգացել այդ լեզուն, մինչդեռ մարդ բանականի մոտ նա կարողացել է abstract ձևի նույնպես զարգացնել իր լեզուն, այնտեղ արդեն ծոր հիմք են առել դիցաբանությունը, ինչ որ տարբեր պատմություններ են իրար պատմել, դրա շնորհիվ լեզուն ավելի է զարգացել, ինչ որ ընդհանուր պատմություններ են ունեցել եւ կամաց բերել է դա խմբերի ձևավորման, այսինքն դու մեր խմբից ես, նրանք մեր խմբից չեն, մենք նրանք այս իդենտիֆիկացիան, այս ինքնության զգացումն է արդեն կամաց առաջացել եւ մնացածը ոնց որ ասում են արդեն պատմություն է։ Ճիշտ է, այսինքն հակեր ձևով ներկայացրեցիք այն, ինչը պետք է բարձրաբանվի։ Ցանկացած, այսինքն այդ պատկերը պետք է ունենա իր գիտական հիմքերը պետք է ունենա։ Այսինքն մենք պետք է կարողանանք վերականգնենք այդ բոլոր քայլերը։ Բարձր է, որ նայեք, լեզուն մենք ի վիճակի ենք վերականգնել, այսինքն մոտավորապես 10,000 տարվա խորությամբ։ Մոտավորապես։ Բարձր եւ դա իսկ գրավոր լեզուն մենք ունենք ընդհանրեն ասենք մի 4-5,000 տարվա, նո այսօր մի քիչ ավելի են, ասենք միտում կա մի քիչ ավելի խորացնել։ Մոտավորապես ասենք լավ 5-6,000 տարվա թող լինի։ Դեռ ավել ոչ մի հիմքեր չունենք խոսել ավելի խորը ասենք արմատների մասին։ Այսինքն 6,000 տարվա նկատի ունեք այսօրվանից։ Գրավորի մասին է խոսքը, ինչ որ ասենք այսօրվանից հաշված 5-6,000 տարվա։ Այսօր հա, իհարկե այսօրվանից։ Այսինքն դա նշանակում է, որ մենք պատմական տվյալները մոտավորապես 5-6,000 տարվա են։ Լեզուն, եթե վերցնենք արդեն բանավորը նաև, այսինքն կան մասնագետներ, որոնք որ անպայման չի որ գրավոր նյութ ունենան, նաև բանավորի հիման վրա էլ կարելի է վերականգնել լեզվի
ուրեմն արմատները, նու մոտավորապես 10,000 տարվա է, այսինքն դա համաձայնության են եկել լեզվաբաններն են եկել, 10,000 տարի։ Պեղումների շնորհիվ մենք կարող ենք հնագիտությունը մոտ 1 միլիոն տարվա բանա տալիս մեզ, ասենք ինչ-որ նյութ է տալիս։ Եվ եթե խոսում ենք, ասենք, մարդ բանականի հետ կապված, երբ որ ինքը ուրեմն դուրս է եկել Աֆրիկայից, մենք 60,000 տարվա տվյալներ կարող ենք ունենանք այդ ի սկզբանե։ Այնտեղ ժայռապատկերներ են, ժայռապատկերները շատ ավելի խորը կարող է լինեն, անպայման չի 60,000, կարող է եւ 100,000 տարվա լինեն։ Այսօր գնալով ավելի է խորանում, ավելի է խորանում։ Մենք նույնիսկ վերագրում ենք ուրեմն ժայռապատկերները, վերագրում ենք նաեւ նեանդերտալ մարդուն ենք վերագրում։ Այսինքն գնալով մենք ավելի ենք լայնացնում, ավելի ենք խորացնում ուրեմն այդ հմտությունների, այդպես ասած, տիրույթը էլի։ Ինչ վերաբերում է ուրեմն գենետիկային, գենետիկան ունի շատ ավելի խորը եւ շատ ավելի նուրբ եւ զգայուն մեթոդներ, մեթոդաբանություն։ Այսինքն մենք ունենք հնարավորություն վերականգնենք ուրեմն գենետիկական մեր արմատները ընդու միջև, չգիտեմ, մի քանի միլիոն տարի։ Ընդ որում ունենք հնարավորություն ֆիզիկապես վերականգնենք մոտավորապես 500-600,000 տարվա վաղեմություն ունեցող ոսկրանյութից մենք կարող ենք ԴՆԹ-ն անջատենք եւ այդ ԴՆԹ-ն ուսումնասիրենք, բայց օգտագործելով մաթեմատիկական մեթոդներ, մոդելավորման միջոցով մենք կարող ենք շատ ավելի խորը, այսպես ասած, պեղել եւ ստանալ պատկերացում մեր նախնիների ուրեմն վերաբերյալ։ Դա խոսում է այն մասին, որ մենք այսօր ունենք հնարավորություն վերականգնենք մեր գենետիկական պատկերը ուրեմն այն ոսկրանյութի հիման վրա, որը որ ուրեմն պեղումների կամ հայտնաբերման բանում շնորհիվ մենք ձեռք ենք բերում եւ այդ նյութից մենք ի վիճակի ենք ԴՆԹ-ն անջատել։ Նայեք, մենք Հայաստանում, ես ինչպես արդեն ասացի, մենք ունենք հնարավորություն ասենք մի քանի 8,000-9,000 տարվա վաղեմություն ամենախորը, վաղեմություն ունեցող ոսկրանյութն է։ Այդ էլ առանձին պատահական ձևով հայտնաբերված ոսկրանյութն է, որը նեոլիթյան ժամանակաշրջանին է վերաբերում։ Իսկ դրանից հետո, գնալով պարզա, որ այդ ոսկրանյութը ավելի է հարստանում, ավելի է խտանում եւ պարզա, որ մենք դա օգտագործում ենք եւ դրա հիման վրա մենք կարողանում ենք ինչ-որ արդյունքներ ստանանք, որ եւ հետաքրքիր են եւ կարեւոր են։ Հիմա վերադառնանք ուրեմն հարցի եւ փորձեմ ելի հակիրճ ձևով պատասխանել։ Մարդ բանականը մոտ գործելով մեր տարածաշրջան, այս տարածաշրջանը եղել է մի հանգուցային կետ է եղել։ Եվ այստեղից պարզա, որ պետք է շարժվել եւ դեպի Եվրոպա, եւ մոտավորապես տևել է 10-15,000 տարի, որպեսզի հասնի, ասենք, Եվրոպայի արևմտյան, հյուսիս-արևմտյան մասը։ Այսինքն նույն բանը Ֆրանսիայում ամենախորը, ամենահին ոսկրանյութը մոտավորապես 45,000 տարի է։ Պատկերացրեք, ասենք 55-60,000 տարի առաջ է մոտ գործել եւ տևել է ինչքան ժամանակ է տևել, որպեսզի հասնի այնտեղ։ Բայց ասենք նույն ճանապարհը, ավելի երկար ճանապարհը դեպի Ավստրալիա տևել է ընդամենը մի 2-3,000 տարի է տևել։ Այսինքն ինչու, քանի որ ճանապարհը նպաստավոր է եղել է, ուրեմն ծովափնյա ճանապարհ է եղել, կամ ասենք օվկիանոս են կտրել անցել, դա էլ հեշտ չէ։ Օվկիանոսն է եղել, ասենք հնդկական օվկիանոսն է եղել, օվկիանոսն է եղել, այսինքն կլիմայական պայմանները եղել են, լավ նավաստիներ են եղել։ Եվ պարզ է էլ եղել, բայց ուրիշ ճանապարհ է, ասենք ցամաքով էլ է ճանապարհը շատ նպաստավոր եղել, հասել են այնտեղ եւ այսօր մենք ունենք, այսինքն Ավստրալիայի հասել են ավելի վաղ են հասել, ավելի շուտ են հասել, քան Եվրոպայի, ասենք, հյուսիս-արևմտյան տարածքը, ասենք։ Դա նշանակում է, որ պետք է ընտելացման բան ա եղել, ուրեմն պրոբլեմներ ա եղել, խնդիրներ ա եղել ա ուրեմն խնդիրներ կապված ուրեմն բանի հետ, ցրտահարության հետ ա կապված, այսինքն կլիմայական պայմանների հետ ա կապված եղել, հաշվի առնելով որ ցրտահարությունը վերջին, որը տևել է մոտավորապես 10-12,000 տարի, դա էլ է խոչընդոտել, թույլ չի տվել մարդը, որ շուտ արագ հասնի, ասենք, տարբեր ուրեմն կետերի, տարբեր ծայրամասերի մեր ուրեմն Եվրասիայի եւ այդ ժամանակաշրջանը թուփ միջև նեոլիթյան ուրեմն ժամանակաշրջան, դա եղել է այն ժամանակաշրջան, որը մենք ասում ենք քարեդարի, այսինքն պալեոլիթյան։ Պալեոլիթյան ժամանակաշրջանը դա այն ուրեմն ժամանակաշրջանը, երբ
մարդ բանականը վարել է հավաքչությամբ եւ որսորդությամբ, ուրեմն ապրելակերպ։ Դա նշանակում է, որ այստեղ տեղի են ունեցել ոչ կանոնավոր տեղաշարժեր։ Ինչու՞, քանի որ երբ որ ասենք անում էր ուրեմն բանը ռեսուրսների տեսակետից, ուրեմն այս տարածքը ինքը պետք է շարժվեր ուրեմն նոր տարածքներ, որտեղ որ եւ ասենք եւ բուսական աշխարհը եւ կենթանական աշխարհը, այսինքն թույլ է տալիս գոյատևել, ապրել, չգիտեմ, բազմանալ եւ բարձր որ այստեղ խոսել որ առանձին ինչ որ ցեղախմբերի, առանձին ինչ որ էթնիկական խմբերի մասին, ոչ մի հիմք չունենք։ Եվ հիմքը սկսում է ձևավորվել, սկսում է առաջանալ, սկսում է ուրվագծվել միայն այն ժամանակ, երբ որ սկսում է նստակյաց կյանքը։ Նստակյաց կյանքը սկսում է այն դեպքում, երբ որ մարդը արդեն սկսում է կապել իրեն, ուրեմն այս կամ այն տարածքի հետ եւ այս տարածքը անպայման չի, որ դա լինի հողագործություն։ Ոչ։ Մենք միշտ մի քիչ ավելի շատ բարձ ձևով ենք մոտեցել, պետք է հողագործություն լինի, ուրեմն պետք է լինի ուրեմն երկրագործություն պետք է լինի եւ պետք է շատ թվով մարդիկ միայն այդ պայմաններում շատ թվով մարդիկ կարող են ուրեմն միանալ, նստակյաց կյանք վարել, չգիտեմ, տարբեր շերտեր սոցիալական ձևավորեն, տարբեր ասենք ինչ որ մեծ պետություններ ստեղծեն, բայց բարձում է որ դա միշտ չի այդպես եղել։ Մարդիկ կարողացել են նաև նստակյաց կյանք վարել այն դեպքում, երբ որ անպայման չի, որ նրանք պետք է ինչ-որ մի բան ցանեին։ Նրանք կարող է ասենք լինեին օվկիանոսի ինչ-որ ափին, նրանք լինեին ասենք մեծ ինչ-որ գետի, ուրեմն բանին, ափերին, բայց ձկնորսությամբ զբաղվեին։ Ձկնորսությամբ եւ ունենային, ասենք մշտական, ասենք ռեսուրսներ ունենային, այսինքն սնունդ ունենային մշտական։ Այն դեպքում, երբ որ դու ունես մշտական սնունդ, դու արդեն ստիպված կամ ոչ թե ինքնըստինքյան դու անցնում ես արդեն նստակյաց կյանքի։ Երբ որ դու չունես, այսինքն մեր պայմաններում, մեր ուրեմն տարածքում, դու պետք է արդեն հողագործությամբ զբաղվես։ Հողագործությամբ, այսինքն նշանակում է, որ դու պետք է ցանես, դու պետք է ուրեմն հնձես, դու պետք է այդ հնձածը դու պետք է պահես, դու պետք է կլոր տարի օգտվես դրանից, ինչու՞ չէ նաև ասենք բարտերի միջոցով դու կարողանաս ինչ որ փոխանակես դա տարբեր ասենք ինչ որ կենթանիների եւ այլը եւ ստացվում է որ սկսում են ձևավորվել նստակյաց կյանքով ապրող ուրեմն բազմություններ, որոնք նաև պետք է պաշտպանեն եւ պահպանեն իրենց ունեցվածքը։ Դա նշանակում է որ դա, այո, դա նշանակում է որ դու պետք է ինչ որ պատնեշներ կառուցես, պատեր կառուցես, եւ մենք տեսնում ենք որ առաջի պետությունները ոչ թե 10,000 կամ չգիտեմ 15-20,000 տարվա են, այլ մոտավորապես 5-6,000 տարվա են։ Եվ սա շատ կարևոր մի բան կա, զուգահեռ կա, դա հետեւյալն է, որ լեզուներն առանձին լեզուները մոտավորապես այդ վաղեմություն ունեն։ Ասենք, երբ որ մենք խոսում ենք հնդեվրոպական նախնական լեզուն, նախ հնդեվրոպական լեզուն, դա մոտավորապես 7-8,000 տարվա վաղեմությունն է։ Իսկ երբ որ առանձնացել են, առանձնացումը մոտավորապես 5-6,000 տարվա են։ Այսօր երբ որ խոսում ենք ամենահին գոյատևող ոչ թե մեռյալ լեզուների մասին հնդեվրոպականների, դա ասենք հունարենն է, ալբաներենն է, բանը ալբաներենն է, եվրոպականի հայերենն է։ Մոտավորապես 5,000 տարվա, շատ նման է։ Ես չեմ խոսում մեռյալ լեզուների մասին, խետերի, լուվիականը, դրա մասին չեմ խոսում։ Դրանք ավելի շուտ են գուցե առանձնացել։ Բայց այսօրվա մնացածները դա եւ այդ 5,000 տարին համընկնում է այդ նստակյաց դառնալուն, նստակյաց եւ մեկուսացված, առանձնացված ուրեմն բազմությունների հետ։ Միայն այդ դեպքում լեզուն կարող է առանձնանալ, լեզուն կարող է բյուհեղանալ, կամ չգիտեմ, լեզուն կարող է տարբերվել մյուս լեզուներից, նույնիսկ իր հարևաններից։ Եվ եթե մենք տեսնում ենք, որ այսինքն տարբերությունը մեծ է, լեզվաբանները ունեն այդ հնարավորությունների մաթեմատիկահեն է լեզվաբանությունը, նրանք կարողանում են, ասենք, շատ հստակ ձևով գնահատել, թե երբ է առանձնացել, ասենք, հայերենը, դու չգիտեմ բանից, նույն հունարեններից, հայերենը նույն, ասենք, հնդիրանական լեզուներից, եւ
դա խոսում այն մասին, որ դրանից առաջ խոսել ուրեմն ժողովուրդների ձևավորման, ուրեմն արմատների մասին, իհարկե ոչ մի հիմք չկա։ Երբեմն խոսում են հիմքը կլինի որ ասենք հայերենը ոչ թե 5000 տարվա է, այլ 15000 տարվա է։ Եվ մեկընդմերթ գալիս է այդպիսի ուրեմն համացանցը բերում է, որ ուրեմն հայկական տարերը ոչ թե 1000 ասենք 400 տարվա են, ասենք 1500 տարվա են, այլ 1600 տարվա են, այլ շատ ավելի խորն են, չգիտեմ 15000 տարվա են։ Ես չեմ կարող ասել, որ դա սխալ է, քանի որ պետք է, եթե որևէ մեկը դա ունի հնարավորություն ապացուցել, ես դա կընդունեմ, բայց եթե դուք չեք կարողանում ապացուցել, ես ասում եմ գուցե դա սխալ է, գուցե դա նաև սխալ է։ Իսկ այն ինչ որ կարելի է ապացուցել, ասում եմ այո, սա կարելի է ապացուցել։ Իսկ եթե վաղը մյուս օրը մենք ունենանք հնարավորություն ավելի խորացնենք, ասենք լեզուների առանձնացումը, ինչու՞ չէ։ Տեսնենք, գիտությունը կզարգանա, ավելի նոր գործիքների հայտ կգան եւ կտեսնենք թե ինչ կստացվի։ Տեսեք, դուք որ ասում եք հնդեվրոպական մայր լեզվից, այդ պրոտո-ինդո-եվրոպյան, այդ մայր լեզվից երբ որ առանձնանում են առաջի լեզուները, դա արդյոք գենետիկայի կողմից ուսումնասիրված է, թե այլ դիսցիպլինաներ են բարձել։ Նայեք, ստեղ գենետիկան էլ ունի իր լուման։ Ուրեմն գենետիկան դա էվոլյուցիա է, մուտացիաների շնորհիվ։ Եվ վերջի 10, էլի մոտավորապես, չէ, ավելի 2003 թիվն է, 20 քանի տարվա այս ընթացքում, ուրեմն լույս են տեսել բազմաթիվ հոդվածներ լեզվի վերաբերյալ, լեզվի էվոլյուցիայի վերաբերյալ եւ հատկապես հնդեվրոպական լեզուների կամ լեզվաընտանիքի վերաբերյալ։ Եվ այնտեղ առաջի հոդվածը 2003 թվականին էր, այո, հիշում եմ, 2003 թվականին, եւ այնտեղ օգտագործել են գենետիկական մոտեցումներ, այսինքն մուտացիաների մոտեցումը, մուտացիաների այդ գաղափարի մոտեցումն են օգտագործել։ Այսինքն օգտագործում են եւ հավանականության տեսության, եւ լեզվի հետ կապված ինչպես են փոփոխում տարբեր հնչյունները, տարբեր ձայնավորները, բաղաձայնները, դա մասնագետները, այդպես ասած, նրանք շատ լավ են հասկանում, բայց օգտագործում են մաթեմատիկական մեթոդներ եւ գենետիկական, այսպես ասած, գաղափարախոսությունը։ Այսինքն այստեղ շատ բազմակողմանի մոտեցում է եւ բազմաառարկայական մոտեցում է եւ վերջերս էլի եւ տեսա մի 2 տարի առաջ էլի համարյա նույն հեղինակներն են, պարզանոր հեղինակներ են իհայտ գալիս, բայց ասենք այդ մոտեցումը, որ սկիզբը դրվել է 23 տարի առաջ, այդ մոտեցումը գնալով ավելի զգայուն է դառնում, ավելի հմտություն ավելի է բարձրանում այդ մասնագետների բարձա եւ այսօր կարծես թե արդեն եկել են այն համաձայնության, որ մոտավորապես 8000 տարվա վաղեմություն ունի նախահնդեվրոպական ընդհանուր ծառը, որից հետո արդեն սկսել են բաժանվել տարբեր ճյուղեր եւ դրանցից այսօր, ինչպես ասացի, հոներենը, ալբաներենը եւ հայերենը դրանք ամենահին խմբերն են։ Հետաքրքիր բան ասացիք, գենետիկական գաղափարախոսություն։ Որը դա երևի դա մեթոդոլոգիան է, մոտեցումն է, ոնց որ գենետիկան աշխատում է։ Ընդհանրապես գիտության մեջ եւ բնական եւ սոցիալական, այսինքն հումանիտար գիտություններում տարբեր շատ կտրուկ տարբեր օրենքներ չեն կարող գործել։ Այդ օրենքները չէ որ բխում են մարդուց։ Եթե բխում են մարդուց, պատկա որ պետք է պարզա որ նրանք պետք է ունենան ընդհանուր արման, ընդհանուր սնունդ եւ ընդհանուր, չգիտեմ, հիմք պետք է ունենան։ Եվ այդ ընդհանուր հիմքով է պայմանավորված, որ նաև սոցիալական կյանքում մենք ունենք այնպիսի երևույթներ, որոնք որ ինչ որ արձագանքում են նաև այն երևույթները, որոնք տեղի են ունենում ֆիզիկական կյանքում, ասենք կամ կենսաբանական կյանքում։ Դա առանձին այդպես ասած զրույց առանձին մոտեցում, առանձին շատ լայն, դրա մասին կարելի է երկար խոսել, բայց գնալով ես տեսնում եմ, որ ժամանակին եթե դա այսպես ասած
փնովում էր, դրա մասին այդպես ընդունված չէր խոսել եւ դա այսպես ասած մի քիչ այսպես ասած ռասիստական ինչ որ բնույթ էր կրում, կարծես թե, բայց այսօր ես տեսնում եմ, որ կա միտում վերադառնալ դրան։ Եվ այսինքն սոցիալական կյանքում սոցիալական երևույթները նաև փորձել բացատրել նաև բնական գիտությունների մեթոդաբանությամբ։ Դա մի տեսակ, այո, արգելված ոնց որ բան լիներ, որ հենց փորձում էր ինչ-որ գենետիկայի տեսանկյունից մի բան նայել, դա համարվում է ռասիզմ եւ դիսկուսիան վերջանում էր այդտեղ։ Եթե անդրադառնանք մեր օրյա Հայաստանի եւ հայության խնդիրներին, ըստ ձեզ, պարոն եպիսկոպոսյան, դուք շատ բարձ հարց եմ տալու, բայց պատասխանը միգուցե համար մեկ խնդիրը որն եք տեսնում դուք այսօր։ Եթե հաշվի առնելով ձեր մասնագիտությունը, ձեր համար մեկ խնդիրը դա դեմոգրաֆիան է։ Դա դեմոգրաֆիան է։ Նայեք, եւ գաղտնիք չի, բոլորս էլ լսում ենք, եւ վերջի ես չգիտեմ 2 շաբաթվա կամ 3 շաբաթվա ընթացքում ես ամենաբարձր ատյաններից լսում եմ հետեւյալը, որ Հայաստանում չեն հերիքում, չկան համապատասխան մասնագետներ։ Դա նշանակում է, որ մենք չունենք ուրեմն պատրաստված մասնագետներ, ինչու մենք տեսնում ենք, որ ցանկացած ոլորտում ասենք, վերջի անգամ, որ ես լսել եմ, դա ջրի մատակարարման ոլորտում։ Այդ կոմիտեի նախագահն էր խոսում, շատ դուրս եկավ, շատ պատրաստված ձևով, շատ պրոֆեսիոնալ լեզվով, ամեն ինչը մեկնաբանեց, ինձ դա հետաքրքրեց։ Եվ ես տեսա, որ իրոք մենք չունենք, ուրեմն բավարար քանակի, չափի, մենք չունենք մասնագետներ տարբեր ոլորտներում։ Ես միայն մի տարբերակը բերեցի։ Մի օրինակը բերեցի։ Եվ ընդհանրապես այսօր Հայաստանում, այս տարածքում, որը իր տարածքով նման է Բելգիային, ավելի մեծ է, քան ասենք Իսրայելը, ասենք նույն մեծ բալթյան երկրները, ճիշտ է, այնտեղ են փոքր։ Նույն, ասենք, ես վերջերս եմ եղել 1 տարի առաջ ավելի քիչ, եղել եմ եւ Էստոնիայում եւ Լատվիայում, ես տեսել եմ, որ այնտեղ էլ կա այդ խնդիրը։ Բայց նրանք ունեն ուրիշ առավելություններ։ Մենք այսօր մեր տարածաշրջանում ձեր հարցին պատասխանում եմ կտրուկ, այսպես ասած, ուղիղ եւ միանշանակ։ Առաջի մեր խնդիրը դա մեր դեմոգրաֆիան է։ Մենք պետք է ունենանք, չգիտեմ, թող մասնագետները ասեն, առնվազն 2-3 անգամ ավելի բնակչություն, քան մենք ունենք այսօր։ Եվ դա թույլ է տալիս մեր տեսեք, Բելգիայի մասին ասեցիք, Բելգիայի բնակչությունը, որը տարածքով համարյա նույնն է, ինչ որ այսօրվա Հայաստանը, 11 միլիոն մարդ, իսկ եթե գնում ենք Հոլանդիա, այնտեղ 20 միլիոն մարդ, էլի տարածքով համարյա նույնն է։ Այո, 20 միլիոն մարդ, այսինքն ինչ ու չհաշված, որ Հոլանդիայում նրանք լուրջ այդ ծովի խնդիրը ունեն, որ պետք է այո, այդ դամբաների հետ կապված բան։ Այո, ամեն ինչը կառուցեն, որ նայում ես 100-ամյակների ընթացքում իրենք ոնց որ sense ծովից տարածքներ են գրավել, որ մի քիչ ավելի շատ գյուղատնտեսությամբ։ Երբ որ կարդում ես, ասենք, Հոլանդիայի, ասենք, պատմության մասին, Արտուր Խեյզինգան որ կարդում ես, տեսնում ես, որ նրանց բնավորությունը, նրանց, չգիտեմ, էկոնոմիկան, նրանց, չգիտեմ, այդ զարգացումը կապված է նաև այդ դժվարությունների հետ։ Այսինքն դժվարություններն են ձևավորում մարդկանց, չգիտեմ, հոգեբանությունը, ազգային հոգեբանությունը։ Իրենք վերջում դառան համաշխարհային հայտնի նավաստիներ, իրանք ամբողջ աշխարհը գնացին։ Այո, ես եղել եմ Հնդկաստանում, տեսել եմ նրանց հետքերը։ Ինդոնեզիայում, ինչեւ ամենտեղ, ամենուր եք եղել են։ Ինչու դա նշանակում է, որ նրանք փաստորեն կուտակել են գիտություններ, գիտելիքներ, նրանք կուտակել են հմտություններ, նրանք կուտակել են կամք են կուտակել։ Չի կարելի, կամքը չի կուտակվում, ասենք, բարենպաստ պայմաններում։ Դու պետք է հաղթահարես ինչ-որ դժվարություններ, որպեսզի կարողանաս նաև այդ ներուժը հետագայում օգտագործես ընդարձակվելու համար, չգիտեմ, տարածվելու համար, բարգավաճելու համար։
Այսինքն մարդ եթե չունի կամ ազգ եթե չունի ծրագիր զարգանալու բարգավաճելու համար ինքը ասենք մենք հիմա այս մեր 2-3 միլիոնով չհաշվենք դրսի հայերին, այս մեր 2-3 միլիոնով ինչ որ մենք ամեն անգամ բախվելու ենք տարբեր խնդիրների եւ ասելու ենք տնտեսությունն է վատ վիճակում, կրթությունն է վատ վիճակում, չգիտեմ, ջրամատակարարումն է, էներգետիկան է վատ վիճակում, բայց որ գնում ես խորքը, դու տեսնում ես, որ դա նրանից է, որ քո ժողովրդագրությունը, դեմոգրաֆիան գտնվում է աղետալի վիճակում, որ չգիտեմ, այսօրվա տվյալներով մի կնոջ ընկնող երեխաների քանակությունը 1.8 թե 1.9 է Հայաստանում։ Այսինքն Տարբեր տվյալներով։ բնական համար է, համարյա բնական աճ չկա։ Դա պետք է 2.2-ից է սկսում բնական աճը, 2.2-2.3 միջինը։ Իսկ դա նշանակում է, որ մեր շատ անելիքներ ունենք, շատ անելիքներ։ Ինձ ասենք նույն իմ գործի վերումով ես ասենք եւ Մեծբարձյան ուրեմն պետություններում եմ եղել մի քանի անգամ, ասել Լեհաստան եմ գնացել վերջերս մի քանի անգամ եւ տեսել եմ, որ նրանք էլ ունեին բազմաթիվ խնդիրներ, հատկապես ասենք նույն Մեծբարձյան ուրեմն պետությունները կամ հանրապետությունները եւ շատ եմ շփվել ես Էստոնիայի հետ եւ շատ տենց գիտական կապեր ունեմ նաեւ ես տեսնում եմ որ նրանք կարողացել են իրենց հարցերը լուծել սփյուռքի շնորհիվ մեր սփյուռքը ոչ պակաս եւ քանակով եւ որակով ոչ պակաս է քան էստոնական սփյուռքը կամ լեհական սփյուռքը բայց այսօր երբ որ ես տեսնում եմ ինչ վիճակում են գտնվում եւ նրանց տնտեսությունը եւ նրանց գիտությունը եւ կրթությունը ես տեսնում եմ, որ մենք շատ հետ ենք մնում զարգացման տեսակետից։ Ոչ թե, այսպես ասած, ֆիքսած կետերի տեսակետից, այլ զարգացման ընթացքը մեզ մոտ շատ դանդաղ է։ Եվ ինչու է դանդաղ, քանի որ մենք, չգիտեմ, որոշել ենք, որ չգիտեմ, միայն մեր գյուղի, չգիտեմ, բանով ներուժով պետք է այս հարցը լուծենք։ Ոչ մեկին չհրավիրենք, ոչ մեկին, չգիտեմ, չխնդրենք, ոչ մեկի հետ չհամագործակցենք։ Ես դա համարում եմ առատավոր մոտեցում եւ տեսնելով, քանի որ ապացույց ես ունեմ, այսինքն հակառակ պատկեր ունեմ, նույն Լեհաստանը եւ նույն Էստոնիան ինձ համար շատ վառ, շատ այդպես համոզիչ պատկեր են դրանք։ Եվ ես տեսնում եմ, որ նույն խոսենք մենք այն ասպարեզների մասին, որտեղ որ ես քիչ թե շատ ասենք ծանոթ եմ, գիտությունը եւ կրթությունը։ Օրինակ Էստոնիան, ես չգիտեմ, մի միլիոն է ինչ է իրանց բնակչությունը, թե մեկին հիմա գուցե մի քիչ անել է հաշա։ Եվ ամենակիչը իրանք են պակասել։ Ամենակիչը իրենք են պակասել։ Այդքան քիչ լինելով հանդերձ իրենք շատ ներկայացված են, շատ լավ ներկայացված են տեխնոլոգիական ոլորտում, շատ հայտնի Եվրոպայում, ասենք Ֆինլանդիա, Էստոնիա, ասենք նույն բաների մեջ կրթության ոլորտում են շատ ներկայացված։ Նույն վերցնենք Վիկիպեդիայի միջի, որ էստոներեն ասենք 1 միլիոն գրող ունի եւ այլ ազգերի ներկայացուցիչներն էլ չեն այտենց հայտնի չի որ սովորում են էստոներեն, ոնց որ անգլերենը։ Իրենց գրողները շատ քիչ են, բայց իրենք շատ ներկայացված են, ասենք Վիկիպեդիայի լեզուների մեջ, երբ որ ցանկացած հոդված խփում ես էստոներեն, բերում է հայերեն ոչ միշտ, օրինակ։ Ուրիշ լեզուները նույնպես։ Ցուցանիշը դա է եւ այսօր ես եթե խոսենք մեր բանի մասին, ասպարեզի մասին, Էստոնիան այսօր համարյա կամաց աստիճանաբար հասնում է 100%-անոց բանին, ծածկույթին, այսինքն նրանք իրենց բնակչությանը գենետիկորեն 100%-ով շուտով կուսումնասիրեն։ Այսինքն դա ինչ է նշանակում, որ նրանք արդեն կլուծեն շատ կարևոր հարցեր կապված առողջության հետ, հիվանդությունների ուրեմն բուժման հետ, այսինքն անհատականացված ուրեմն մոտեցումների հետ։ Հայաստանում դա շատ լուրջ մոտեցում է իհարկե։ Շատ։ Հայաստանում մենք 18 թվական, այսինքն մենք ինչքան 6 համարյա 7.5 տարի առաջ մենք դա առաջարկեցինք, դե կառավարությանը, նույնիսկ կառավարությունը մի հատ տենց խորհրդակցություն տեղի ունեցավ, բանը սայլը նույն տեղում մնաց եւ մենք մեր ուժերով, մեր ինստիտուտը մեր ուժերով այդ աշխատանքը իրականացնում է։ Պատկերացրեք ավելի դանդաղ իհարկե երևի։ Մի բանա որ դու անում ես քո ուժերով, քո ասենք ինչ որ ծրագրերի առանցին
փոքր ծրագրերի միջոցով ուրիշ բանա որ դա լիներ ասենք ազգային ծրագիր եւ այդ ազգային լիներ ոչ միայն Հայաստանի այ ազգովի այսինքն նաեւ Սփյուռքի հետ միասին շատ լավ կլիներ եւ մենք ունենայինք շատ հարցեր լուծված կլիներ եւ ունենայինք շատ ավելի հստակ պատկերացում մեր ընդհանուր ասենք բանի առողջական վիճակի վերաբերյալ եւ դրանից բխող արդեն բազմաթիվ լուծումների որոնք որ ակնհայտ երևում են ասենք նույն այդ զարգացած երկրներում Այստեղ գալիս է ասեն եղել են մեզ նման են եղել ոչ ավել 91 թվականին մենք եղել ենք նույն կարգավիճակում ենք եղել եւ այսօր երբ որ գնահատում ենք մենք տեսնում ենք որ Սարուձորը այդ Սարուձորը չպետք է լիներ այդ Սարուձորը դա մարդկային գործոն է Ստեղ ոչ ուրիշ աղետ ա եղել, ոչ չգիտեմ ինչ ա եղել, այստեղ մի քիչ նման են Տարոն Աճեմօղլուի այդ տեսությանը, որ ինչպես են ծախողում պետությունները, որ ասում է սկզբից, ամենասկզբից, բոլորը իրար նման են։ Հետո սկսում է կամաց շատ չնչին տարբերություններ առաջանալ երկու ազգերի, երկու պետությունների միջև։ Իսկ հետա թվում է թե դա աննշան է, կարևոր չի։ Հետագայում այդ տարբերությունը իհարկե սկսում է լայնանալ եւ արդեն հասնում են, ասենք, այն կարգի, որ գոյություն ունի առաջի աշխարհ, երկրորդ աշխարհ, երրորդ աշխարհ։ Մտնում է, ոսկրածոցի մեջ է մտնում, ապրելակերպի մեջ է մտնում, չգիտեմ, հոգեբանության մեջ է մտնում։ Եվ այսօր ես տեսնում եմ, չնայած դրա մասին ես չեմ ուզում խոսել, բայց ես տեսնում եմ, որ եթե Հայաստանում ինչ-որ այդ կարծրատիպերը ուզում ենք կոտրենք, շատ դժվար է դա անել։ Շատ դժվար է։ Ես չեմ խոսում քաղաքականության մասին, ոչ, սոցիալական կյանքում, երբ որ ուզում ենք կարծրատիպերը կոտրենք, ուզում ենք մի քիչ ավելի համահունչ ձևով շարժվենք, այն հին մոտեցումները, որոնք որ իրոք խանգարում են եւ ասենք եւ ֆինանսապես դժվարություն են առաջացնում, կախված ասենք եւ թաղումների հետ կապված, եւ հարսանիքների հետ կապված, եւ չգիտեմ տարբեր ծեսերի հետ կապված, մենք ավելի շատ, այսպես ասած, գերի ենք դրանց, այսինքն կախվածություն ունենք այդ շին կարծրացած բաներից, մոտեցումներից, քան ասենք ինչ որ նորամուծությունների։ Նորամուծությունները շատ դժվար է մտնում։ Եվ նորամուծությունները դժվար չեն մտնի, եթե մենք շատ ավելի բաց հասարակություն լինեինք, շատ ավելի բաց լինեինք, նաև Սփյուռքի հետ շատ ավելի բաց լինեինք։ Մի քիչ շեղվեցինք դեպի սոցիալական ոլորտը գնացինք։ Դե դա էլ է կարևոր։ Բայց գենետիկան ունի նշանակություն։ Մենք ստեղ մնալով շատ փոքր թվով, չգիտեմ 2 միլիոն, 2.5 միլիոն, 3 կարծում եմ որ 3 չկա իմ տեսակետից, քանի որ ես էլ ունեմ ոչ ուղղակի, ասենք, բանը հաշվարկման ուրեմն ձևեր կա, եւ մենք նաեւ դրանով ավելի ենք բարդացնում մեր գենետիկական պատկերը։ Չէ՞ որ մեր բազմացումը տեղի է ունենում միայն այդ փոքր ավելի փոքր օղակի մեջ։ Իհարկե, Եվ հիվանդությունները կարող է ավելի շատ լինել։ Գնալով բանը ավելի կշատանա, այդ խտությունը, խտությունը ավելի կշատանա, եւ դա նորից նոր բեռ է, ասենք մեր առողջապահության համար, նոր բեռ է հոգեբանական, չգիտեմ, հոգեկան բեռ է նաեւ բնակչության համար։ Ցանկացած հիվանդություն եւ առաջին հերթին գենետիկական հիվանդությունը, որը որ իրոք մեր դա հրատապ խնդիրներից մեկն է։ Հիմա ոնց որ մեր գիտության այդ առաջնային մասն էլ ոնց որ դա մեր գիտական ինստիտուտներն են, ոնց որ ծերը եւ այստեղ գալիս է ֆինանսավորման հարցը, որպեսզի այդ հանրային հարցերը, ազգային հարցերը կարողանան ճիշտ ուսումնասիրվեն եւ ճիշտ լուծվեն եւ ոչ թե ասենք ամեն մեկը գա ու իր զուտ կարծիք ասի, քանի որ մարդ երբ որ մի բանի չի հասկանում, իր ասածը կարելի է համարել կարծիք, զուտ կարծիք, այլ ոչ թե ինչ որ գիտակցված միտք, գիտակցված բան, որ ինքը առաջարկում է, որի հիմքում ընկած է իր ուսումնասիրությունները, ընկած է տվյալներ, որ ինքը ունի, որ ուսումնասիրել է եւ կարող է ինչ որ բանի, ինչ որ լուրջ մտքի հանգի, որպեսզի սա չլինի եւ մենք հիմնվենք գիտության վրա, ինչ պետք է անել, պետք է պետական քաղաքականություն,
գիտության ֆինանսավորման, գիտության եւ կրթության ես կասեի, ֆինանսավորման ուղղված։ Համաձայն եմ, նույնստեղ պետք է նաև նշենք հետևյալը, որ վերջի տարիներին, այս 4-5 տարվա ընթացքում իհարկե տեղի ունեցավ ուրեմն զգալի փոփոխություններ տեղի ունեցան։ Նախ եւ առաջ եւ աշխատավարձը բարձրացավ, աստիճանաբար բարձրացավ, 25 թվականին, պես ասած, հասավ իր բանին, այդ շեմին, եւ բազմաթիվ տարբեր ուրեմն դրամաշնորհների միջոցով եւ երիտասարդների համար եւ ուրեմն արդեն փորձառու գիտնականների համար դա շատ ողջունելի է։ Բայց այս տարի մենք տեսանք, որ ինչ որ որոշ չափով դանդաղեցվեց դա։ Դանդաղեցվեց եւ դա ցավալի իհարկե բան է, երևույթ է։ Մենք ուղղակի այսպես հույսով լցվեցինք, որ գնալով այդ միտումը պետք է շարունակվի եւ այդ միտումը պետք է վերջիվերջո ինչ-որ մի բանի բերի եւ արդեն բերել է, ես տեսնում եմ, որ երիտասարդները ցանկանում էին գան գիտություն, այս ասպարեզը, երիտասարդները շատ ոգևորված էին, որ ունեին հնարավորություն եւ միջազգային, ասենք, բաների համագործակցության շրջանակներում իրենց գիտելիքները շատացնել, ասինքն մեր լաբորատորիայում իմ աշխատակիցները մոտավորապես 3-4-5 ամիս ունեն հնարավորություն աշխատել արտասահմանում մեր գործընկերների հետ միասին, ինչու քանի որ եւ ունենք համատեղ ծրագրեր, եւ ունենք համատեղ ուրեմն դրամաշնորհներ, եւ բացի դրանից կան առանձին դրամաշնորհներ երիտասարդների համար, ասպիրանտների համար, երիտասարդ գիտնականների համար, որպեսզի նրանք կարողանան գնան ուրեմն 2-3 ամիս այնտեղ կարողանան սովորեն, նոր հմտություններ ձեռք բերեն եւ իրենց աշխատանքի մի մասը այնտեղ իրականացնեն, քանի որ պարզա որ ոչ բոլոր սարքավորումները կան Հայաստանում։ Պետք է նաեւ այնտեղ։ Իսկ մենք ունենք նյութ, որը որ շատ կարեւոր է, շատ թանկարժեք է, շատ չգիտեմ եզակի նյութ է, դրանով էլ մենք այսպես ասած հրապուրում ենք մեր գործընկերներին արտասահմանյան։ Այսինքն գիտությունը չի կարող կատարվի միայն մի պետության մեջ։ Դա գուցե չգիտեմ տեսական բաներ ինչ որ կարելի է կատարել, բայց այն ինչ որ կապված է բնական գիտությունների ուրեմն հետ պարզավոր դա պետք է կատարվի այսպես ասած շատ խառը, շատ խճճված, շատ խիտ ուրեմն համագործակցության շնորհիվ։ Դե չգիտեմ, ես հույս ունեմ, որ որոշում կայացողները պետք է դա հասկանան եւ պետք է որ ասում ժամ առաջ օր առաջ հասկանան, որ այս պետությունը, որը որ ունի ուրեմն եւ դեմոգրաֆիայի հետ կապված խնդիրներ եւ ասենք ինչ որ տարբեր պաշարների հետ կապված բնական պաշարների հետ կապված ասենք խնդիրներ մեր միակ ճանապարհը զարգանալու դա իհարկե մեր մտավոր զարգացումն է եւ այդ մտավոր զարգացման հետ կապված հայեցտեսումն են բաներ, բայց մենք պետք է նաեւ շատ խորը, շատ լուրջ, շատ, չգիտեմ, հստակ ուշադրություն դարձնենք նաեւ այդ կադրերի պատրաստման, այսինքն մենք պետք է ունենանք եւ գիտությանը, եւ կրթությանը ֆինանսավորման հետ կապված շատ կտրուկ, ոչ թե 20%, ոչ թե 30, ոչ թե 40%, այլ մի քանի անգամ պետք է ունենանք։ Եթե մեր ասենք ֆինանսավորումը ընդամենը 0.3% է, եւ եթե վերցնում ենք այն պետությունը, որ այսօր ասենք եւ տարածքով եւ չգիտեմ, նու տարածքով վերցնենք, ասենք եւ իրենց հարևանների առումով ասենք գտնվում է համարյա նույն պայմաններում, մենք տեսնում ենք, որ այնտեղ ամենակիչը 10-պատիկ ֆինանսավորում, ասենք գիտության ֆինանսավորումը։ Չեմ խոսում 10-պատիկի մասին, չէ, դա այդպես ասած իդեալիստական է, այսպես ասած պատկերացում է եւ մոտեցում է, բայց ասենք հասնել ինչ-որ մի կետի, որտեղ որ կլինի նաեւ զգալի աճ ամեն տարի, ես կարծում եմ դա Ես կարծում եմ 10 պատիկն էլ է քիչ, քանի որ երբ որ նայում ես այլ ոլորտներում ինչ մխսումներ են կատարվում ու եթե այդ գումարները ուղղվեն գիտությանը, միգուցե իրենք չեն պատկերացնում, որ սա եթե ֆունդամենտալ գիտությունների մասն է խոսքը, կարող է միգուցե անմիջապես դա ինչ որ տնտեսական արդյունք չբերի
հենց հաջորդ տարի մենք դա չտեսնենք, դա տեսնենք երևի 20 տարի հետո, 10 տարի հետո, չգիտեմ։ Եվ դրա պատճառով, որ չեմ պատկերացնում, որ դա լուրջ փոփոխությունների կարող է բերի, մտածում եմ երևի, որ այդքան էլ կարևոր չէ, լինի մի քիչ լինի յոլա կգնան, բայց եթե գանք դեմոգրաֆիային, օրինակ շատ երկար մտածել եմ այս հարցի մասին, ինչ մտածող մարդ հանդիպում եմ, այս հարցերը էլի տալիս եմ, որ բացի տնտեսական խթանիչներից ինչն եք տեսնում, որ կարող է մեր դեմոգրաֆիկ պատկերը բարելավի։ Ասենք այնտեղ կարող է օրինակ խոսք գնալ, չգիտեմ, մայրության արձակուրդի վճարվող արձակուրդի մասին, թե անվճար որակյալ մանկապարտեզներ ունենալու մասին, չնայած դրանց մեջ էլ ինչ-որ տնտեսական մասնիկներ կան, բայց եթե օրինակ հոգեբանական, չգիտեմ, ինչ եք տեսնում, որ ինչը կարող է օգնի։ Բայց ես ինձ մասնագետ չեմ համարում, բայց միշտ էլ հետաքրքրվել եմ այդ հարցերով եւ վերջերս երբ 1 տարի առաջ էր կարդացի Ֆրանսիայի մասին։ Ֆրանսիան, ասենք, մի 2-3 տասնամյակ առաջ Ֆրանսիայում աղետ էր ուղղակի։ Այնտեղ շատ քիչերը, ասենք, ուզում էին ձգտում էին երեխա ունենալ, եթե ունենալ, ուրեմն մեկը։ Հիմա էլ բան չի փոխվել, ասեմ ձեզ։ Չէ, փոխվել է որոշ չափով, ինչու, քանի որ արդեն այնտեղ ինչ որ քայլեր են իրականացվել, որ բոլոր երեխաները ապահովված են մանկապարտեզներով։ Բոլորը։ Այսինքն դու կարող այնտեղ կան եւ մասնավոր կա եւ պետականի մասին է։ Այսինքն դու քո երեխան անպայման 2 տարեկանին, մինչեւ 2 տարի մսուրեր կա, ամեն ինչ կա։ Այսինքն նրանք կարողացել են ավելի կտրուկ քայլերի դիմել պետությունը, կառավարությունը դիմել է կտրուկ քայլերի եւ այսօր արդեն նրանց մոտ այդ ծնելիությունը աստիճանաբար բարձրացնում են։ Բացի դրանից, ճկուն համակարգ են թողել։ Մայրը իրավունք ունի, երբ որ ինքը, այսինքն նորածին երեխա ունի, իրավունք ունի բացակայի գնատուն մի ժամով, 2 ժամով գա եւ դա իր բանի տևողության վրա չի ազդում։ Այսինքն այդպիսի բաներ կա, բայց կա նաեւ ուրիշ մի մոտեցումը դա հետեւյալն է, այսինքն մոտեցում չէ, այսինքն բան, մի օրինաչափություն։ Գյուղական վայրերում միշտ ձգտում են ավելի շատ երեխա ունենալ։ Ինչու՞։ Հիմա նույնպես։ Այսօր նույնպես։ Այո, ես շատ եմ գնում գյուղական վայրեր, մեր պեղումները մենք գյուղերում ենք կատարում եւ շատ են շփվում, շատ անցյալ տարի ես ավելի շատ էի, ասենք, եւ Վայոց ձորում էի եւ Սիսիանում էի։ Եվ այնտեղ ես տեսնում էի, որ այդ բանը կա, այդ խնդիրը կա։ Ինչու՞։ Հողատարածքները լավ չեն մշակում, քանի որ երիտասարդությունը պակասում է։ Այս հասկանում եմ, որ բանը քաղաքները սնվում են գյուղական վայրերից, բայց երբ որ դու այնտեղ ավելի շատ երեխա ունենաս, մի մասը կգա պարզա, կգա քաղաք, բայց մի մասն էլ կմնա այնտեղ։ Գյուղական վայրերում իհարկե տարբերակներից մեկը դա է պետք է խթանել, պետք է անպայման երեխաների ուրեմն ծննդաբերությունը պետք է խթանվի ֆինանսական միջոցներով, անպայման։ Չգիտեմ, կլինի դա առանձին հիմնադրամ, դա կլինի առանձին ծրագիր, կլինի դա համազգային, կլինի դա, ասենք, չգիտեմ, բանով, միայն պետական, կլինի դա ուրեմն տարբեր մարզերում առանցին կլինի, ես դա չգիտեմ, բայց ես գիտեմ հետևյալը, երբ որ խոսում ես մարդկանց հետ, նրանք ասում են, եթե մենք ունենանք ֆինանսական հնարավորություն երեխաներին մեծացնել մինչև, ասենք, 16 տարեկանը, պարզավոր ավելի շատ երեխաներ ունեն, քանի որ դա բնական պահանջ է, սոցիալական եւ բնական պահանջ։ Այսինքն դուք հակված չեք, հասկանալի, այսինքն դուք հակված չեք մտածել, որ բացի ֆինանսականից, տնտեսականից կարող է գոյություն ունենալ այլ պատճառներ, որ թույլ չեն, որ շատ երեխաներ չեն ունենում, օրինակ հոգեբանական կամ ինչ-որ տարբեր ազդեցություններից ելնելով հիմա այտենց պրոպագանդաներից, բաներից ելնելով, չգիտեմ, որ կանանց վրա ազդում են, որ գիտես դու մենակ երեխա ունենալու համար չես, կոպիտ ասած։ Ես խոսում եմ գյուղական վայրերից։ Սա երևի ավելի շատ քաղաքական։ Առաջնայինը ֆինանսականն է, իմ տեսակետից, այսինքն ոչ թե իմ տեսակետից, այլ իմ փորձից։
երբ որ շփվում եմ, ասինքն ուրեմն գյուղական վայրերում եւ տեսնում եմ ինչու է 3 երեխա, ինչու է 2, ինչու է ասենք ոչ թե 4-5, այստեղ առաջի պատասխանը դա ֆինանսականն է։ Բայց նրանք կուզենային ունենալ։ Ինչ վերաբերում է քաղաքին, այստեղ զուտ ուրբանիստական, այդպես ասած, գործոններն են բանանում աշխատում։ Պարզավոր կանայք ստեղ ավելի շատ ձգտում են, չգիտեմ, կարիերայի եւ մնացած ասենք ինչ-որ երևույթների եւ պարզավոր այստեղ քանակը, այդպես ասած, արդեն սահմանափակվում է տարբեր գործոններից ելնելով։ Բայց մեր բանը, մեր աճը պետք է ապահովի ոչ թե քաղաքը, գյուղը պետք է ապահովի։ Շատ ճիշտ բան։ Քանի որ այնտեղ կան բնական պահանջներ կան։ Այստեղ բնական պահանջները հակառակն են քաղաքում, այնտեղ բնական պահանջները դրական են, այսպես ասած, նպաստավոր են։ Գյուղը համ, այո, գյուղը համ, այսպես ասած, մտերքի մատակարարն է քաղաքների համար, համ էլ դեմոգրաֆիկ մատակարար կարող է լինի, որտեղ եթե ուղեղի, այո, երեխան, որը գյուղական վայրում է մեծանում, բոլոր դժվարություններով, բոլոր, չգիտեմ, ինքնուրույն լինելով, նրանք ավելի են պատրաստված հետագա այդ դժվարությունների կյանքի, քան ասենք, այսպես բարենպաստ պայմաններում քաղաքում մեծացած երեխա։ Երբ որ մեկ-մեկ լսում եմ մարդկանց, ես դա մի քիչ միամտություն եմ համարում, որ ասում են ինչ որ չի կարող էլի, ասենք, չունենալով քանակ ծնվի որակ։ Որակը պետք է ծնվի ինչ որ քանակից, քանի որ ինչ որ որոշակի պոպուլացիա է հարկավոր, որ բնական միջոցներով այդ պոպուլացիայի միջից առաջանա ինչ որ որակ, որ կբարձրանա վերև։ Անպայման, նույն, չգիտեմ, Դաստոևսկիներ, ով էր, չգիտեմ, 9-րդ երեխան է եղել, այն մեկը 10-րդն է եղել, ասենք բանը Մենդելեևն էլ է եղել, 9-րդ, 10-րդ երեխան է եղել, այսինքն պետք է քանակ լինի, որ պատահական ձևով մաթեմատիկայի մեջ դա բան է, չէ, կա մեծ թվերի տեսությունը, որ երբ որ թվերը մեծացնում ես, ոնց որ այդ քո միջինը ավելի հստակեցվում է, այսինքն դու մոտենում ես այդ իսկական միջինին։ Դու որ 2 երեխա ես ունենում կամ ընդհանրապես 1 երեխա, դա չի արտահայտում ոնց որ հոր եւ մոր գենետիկ բանը, դա կարող է լրիվ այլ բան ստացվել։ Այո, չէ, անպայման պետք է ապահովենք եւ ընդհանրապես ընտրությունը էվոլյուցիայի տեսակետից ընտրությունը կատարվում է բազմազանությունից։ Եթե մենք մտնում ենք խանութ եւ ընդամենը մի վերարկու է կախված, ընտրություն չկա։ Սովետի ժամանակ գնում էինք այն ինչ որ կախված էր։ Այսօր ընտրություն կա եւ նույնը պետք է լինի դա մեր եւ սոցիալական կյանքում եւ գենետիկական, ասենք, այդ ասպարեզում պետք է լինի ընտրություն։ Վերջերս շատ արագ տեմպերով զարգանում է նաեւ գենետիկան եւ մտավոր զարգացումը։ Մտավոր զարգացման, այսինքն բանը, ներուժը շատ դժվար ձևով է զարգանում, բայց այնուամենայնիվ զարգանում է։ Ճիշտ է, Հայաստանում չէ, բայց Ամերիկայում եւ Անգլիայում են այդ ուղղությունը զարգանում։ Այսինքն մենք պետք է ունենանք նաեւ հնարավորություն գենետիկական, այսինքն մատերիալ է պետք դրա համար։ Ինչպես։ Մատերիալ է պետք, կոպիտ է հնչում, բայց նյութ է պետք, ինչքան էլ գրեի ձևով դա հնչի, բայց նյութ է պետք, այսինքն նյութը որն է։ Պետք է լինի բազմազանություն, պետք է լինի տարբեր, ասենք, վիճակներ պետք է լինի, պետք է տարբեր գենոմներ լինի, տարբեր հնարավորություններ լինի, տարբեր ներուժ գենետիկական պետք է լինի։ Մեկը մի ընտանիքից կարող է եւ շատ լավ, ասենք, գիտնական դուրս գա եւ շատ լավ, ասենք, ինչ որ նկարիչ լինի, բայց այդ դրանք պետք է շատ լինեն, երեխաների քանակը պետք է շատ լինի։ Դա չի էլ քննարկվում, դա չի քննարկվում, դա աքսիոմ է, եւ այդ աքսիոմը պետք է, այսպես ասած, ընդունվի ոչ միայն գիտնականների կողմից, գիտնականները դա շատ լավ ուրեմն հասկանում են եւ դա պետք է մտնի նաեւ ցանկացած ուրեմն պետական ծրագրերի։ Չէ, բայց ես գտնում եմ ճիշտ, որ այդ աքսիոմ, թեկուզ այդ աքսիոմ է, բայց դա բարձրաձայնվի, որովհետեւ ասում են կրկնությունը գիտության մայրն է, քանի որ երբ որ չենք կրկնում դա, մի քիչ մոռացվում է։ Հասարակ տրամաբանություն է, ասենք, բայց եթե գանք երեխաների ճիշտ զարգացման թեմաներին, օրինակ, տեսեք,
կարելի ասել երկու հիմնասյուն ունի, ասենք երեխայի ճիշտ զարգացումը մի մասը գալիս է նրանից, որ ինքը ինչ գենետիկ հիմք ունի, ինչ պոտենցիալ, ինչ ներուժ ունի զարգացման համար եւ հետո թե նրան ինչ միջավայրի մեջ ես գցում, այսինքն շրջապատը նաեւ կարեւոր է, քանի որ եթե գենետիկան տեղն է, բայց շրջապատը ինքը գնում է ոչ ճիշտ շրջապատ, ինքը չի կարող ճիշտ ինքնարտահայտվել եւ ճիշտ իր ներուժը իրացնել, իրականացնել։ Հիմա առաջնահերթությունների մասին կարելի է երեխային բացատրել, որտեղ այստեղ նաեւ գալիս է թե դու ոնց ես երեխային ճիշտ պատրաստում կյանքի համար, որովհետեւ ինքը պետք է կարողանա տարբերել թե որն է առաջնային, որն է երկրորդական եւ երբ որ տարբեր թեմաների հետ է ինքը առնչվում եւ չգիտի որ ոնց որ առաջնային է կենսականը դա վերարտադրվելն է, որ պետք են սերունդներ թողնել եւ դրանից հետո նոր գալիս է մնացած խնդիրները եթե դա չկա ոչինչ, ասինքն չի լինելու ապագա, ասինքն ինքը կարող է իր կյանքի ընթացքում ինչ-որ նվաճումներ ունենալ, բայց դրանից հետո ամեն ինչ զրոյանում է, եթե չկա այդ գիտակցումը, որ պետք է վերարտադրվել, էլի շատ պարզ բան եմ ասում, բայց դա ունի գիտական հիմքեր, նայեք, ընդհանուր առմամբ գենետիկան պատասխանատու է մեր հոգեբանական զարգացման կամ չգիտեմ աշխարհի մոտավորապես 40% չափով։ Այսինքն 60%-ը ձևավորում է շրջապատը, միջավայրը։ Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է գենետիկան փոխել չենք կարող։ Գենետիկան ինչ որ ժառանգել ենք։ Այդ 60%-ն է, որ մեզ թույլ է տալիս այս կամ այն ձևով բանանել։ Ուրեմն կազմակերպել այդ զարգացման ընթացքը։ Դա ինչ է նշանակում։ Բայց այդ շրջապատն էլ դա պետք է որ տեսեք, այդ շրջապատի մեջ պետք է որ տեղի ունենա բնական սելեկցիա եւ դրական սելեկցիա, այսինքն լավերը բերեն ավելի լավերին, դրանք բերեն ավելի եւ ոչ թե թույլ տան, որ այդ լավ միջավայրերի մեջ կան մտնեն կոպիտ ճակերտավոր ասած վատերը եւ դեգրադացնեն աստիճանաբար այդ միջավայրը։ Համաձայն եմ դստեղ ուղղակի դա բարդ հարց է, ասենք զարգացած պետություններում նրանք թույլ չեն տալիս, ասենք ստեղծել ինչ որ տաղանդավոր երեխաներին հավաքեն մի խմբի մեջ, ոչ այդքան տաղանդավորներին մյուս խմբի մեջ, այստեղ սեգրեգացիայի հարցը մի քիչ այսպես ասած ռասիստական մոտեցում է։ Իհարկե երեխան պետք է ես էլ եմ ավարտել սովետական դպրոցն եմ ավարտել եւ մեր դասարանում կային եւ շատ թույլ զարգացած երեխաներ եւ շատ տաղանդավոր երեխաներ կային։ Եվ դա ընդհանրապես պետք է բազմազանության մեջ մեծանաս, որ դու հասկանաս որն է թույլն է, որն է ուժեղը եւ քո տեղն էլ հասկանաս եւ միշտ չի որ եւ ձգտես դեպի լավը, բայց մարդիկ պետք է նաեւ գիտակցեն, որ այդ շեմը նաեւ անհասանելի շեմ կա։ Երեխան էլ դա պետք է հասկանա։ Եվ անպայման չի, բայց երեխային ոչ թե նսեմացնելով ավացալու, որ դու երբեք ինք չես ստանալու կամ չգիտեմ 100 միավոր չես ստանալու, բայց երեխային պետք է նաեւ դու պետք է այնպես զարգացնես, որ երեխան հասկանա, որ ինքը եթե տաղանդավոր չի այս ասպարեզում, ինքը տաղանդավոր է մյուս ասպարեզում։ Ասածս այն է, որ մենք դպրոցում պետք է ստեղծենք մի ճկուն պայմաններ, որ երեխան ցանկացած երեխա տաղանդավոր է, ուղղակի պետք է իր տաղանդի տիրույթը գտնի։ Այդ դա է կարևորը։ Իսկ երբ որ ես տեսնում եմ իմ թորնիկները այսօր երկրորդ դասարանում են, երբ որ ես տեսնում եմ, որ իրենց մայրենի լեզվի դասագրքում գրված է հետևյալը, գրված է, ես երկրորդ անգամ եմ ասում, եթե մարդիկ լսել են, թող ներողամիտ լինեն, գրված է ինչից ես դու վախենում, այդ հարցին պատասխանելուց, պարզում է, որ խրախուսվում է հետևյալ պատասխանը, ես վախենում եմ սխալվել։ Դա ինձ այսպես ասած ոնց որ մրջով գլխիս տան, ինչու երեխան չպետք է վախենա սխալվել։ Երեխան ես էլ չեմ վախենամ սխալվել,
փոքր սխալներից։ Քանի որ մի անգամ սխալել նշանակում է հետո ուղիղ ճանապարհով գնալ, ճիշտ ճանապարհով գնալ։ Իսկ եթե երեխային 8 տարեկան երեխային վախեցնում են, որ ինքը իրավունք չունի սխալվել կամ ինքը վախենում է սխալվելուց, դա նշանակում է, որ ճկուն պայմանների մեջ չի երեխան մեծանում։ Ինքը միշտ այսպես ձախ ու աջ նայելով է մտածում, արդյոք արժի քայլ անել, թե չանել։ Արժի անել, բոլոր դեպքում արժի։ Այսինքն խրախուսվում է նախաձեռնություն իր ձեռը չվերցնել։ Այո, այսինքն ընկճվածությունն է, ասենքն բանանում։ Այստեղ էլ է գիտեք նկատելի, որ ճիշտ է, այտենց դասագրքերից հիմա միտքս չի գալիս, օրինակ որ ասեմ, բայց ընդհանուր առմամբ դպրոցի ազդեցությունը երեխայի վրա իմ կարծիքով ես տարբեր համակարգերի մեջ եմ սովորել մի քանի տիպի դպրոցներ եմ տեսել մոտիկից ու ընդհանուր առմամբ դպրոցը փորձում է երեխայի մեջ, այսպես ասած, սպանել կրեատիվությունը, բանը, ինքը բնականորեն երեխան ունի ստեղծագործական ջիղ եւ դպրոցը այո, բնական է դա, բոլորը ունեն եւ դպրոցը կարծես թե փորձում է ամեն ինչ sense քառակուսի սարքել, բոլորին նույն մոլդի, ոնց են ասում այդ բանի, շաբլոնի մեջով անցկացնել ու բոլորին սարքել միանման։ Այստեղ բավականոր մոտեցում է։ Դուք որ խոսում եք, որ Ամերիկայում հիմա ասեմ, մի հատ ընկերություն կա, կոչվում է CRISPR, իրենք հիմա շատ խորը բաներով են զբաղված, օրինակ gene editing, դա հայերեն ասում են բանը գեների մոդիֆիկացիա, հա, երևի, որ կարող են խմբագրում ակոչում։ Հա, խմբագրում, հա։ Ճիշտ է։ Ու կարողանում են ճիշտ է, հիվանդությունների վրա են հիմա շատ կենտրոնացած, որ կարողանան որոշ գենետիկ հիվանդություններ դրա միջոցով, ասենք, մի գեն կամ մի տառ փոխելով կամ մի տեղ այդ բանը շղթան կտրելով կարողանան որոշ հիվանդություններ բացառեն, բայց դա կարող է նաև այլ բաների եւս բերի, օրինակ, չգիտեմ, մարդիկ ուզենան ինչ-որ ֆիզիկական բաներ իրենց մեջ փոխեն, չգիտեմ, դա աչքերի գույն կամ այնց անեն, որ մկանոտ լինեն, ատլետիկ լինեն կամ այլ ֆիզիկական բաներ եւս կարելի է մտածել, բայց այստեղ գալիս է ամենակարևոր խնդիրը, որի մասին այդքան է շատ չի խոսվում, որ դա ուղեղն է։ Արդյոք այդ ամեն ինչ այդ գիտության զարգացումը թույլ կտա, որ ուղեղի վրա նույնպես էքսպերիմենտներ անեն եւ կարողանան օրինակի համար ինչ որ բաներ փոփոխել, ինչ որ ոնց ասեմ, ուղեղի աշխատանքը ուժեղացնել կամ հակառակը միգուցե դա էլ տարբեր ֆիլմերի մեջ դա տեսնում ենք, այնց անել, որ ասենք պոպուլյացիայի մեջ գրեթե բոլորը նույն ձևի մտածեն։ Այսինքն տարբեր ձևի մտածողներ չլինեն, դա կհեշտացնի հենց սոցիալական, ոնց որ ասեմ, ինժեներինգը։ Դե հուսամ, որ կլինեն ինչ-որ համապատասխան արգելակներ, համապատասխան օրենքներ, մենք պատրաստ չենք դրան, դեռ պատրաստ չենք։ Շատ կտրուկ ձևով փոփոխություններ տեղի ունեցան եւ խմբագրման հետ կապված եւ արհեստական բանականության հետ, դա շատ ծավալուն։ Բայց դրանք մեզ չեն հարցնելու, չէ՞, պարոն եպիսկոպոսյան, քանի որ այդ նորությունները արդեն կան, արդեն այստեղ են։ Ճիշտ է, բայց սահմանափակումներ կան, ասենք։ Կան, իհարկե։ Նույն Ամերիկայում, չգիտեմ, Չինաստանում ավելի քիչ, երևի։ Հա, բայց անխուսափելի է, մենք գիտենք, որ եթե ինչ-որ մի տեխնոլոգիայի հայտ է գալիս, վաղը մյուսօրը ջրի պես կամ ավազի պես ինչ-որ մի տեղից պետք է դուրս գա ինքը։ Դուրս է գալ, ուղղակի մենք պետք է շատ ավելի շատ դրա մասին ոչ միայն մտածենք, այլ նաև աշխատենք դրան։ Աշխատենք ոչ թե միայն արգելելով, այլ նաև ստեղծելով պայմաններ, որ ճիշտ հունով գնա,
ճիշտ ուղղությամբ գնա։ Ճիշտ Շատ կադրերի մեջ շատ դնել։ դժվար բան է, այսինքն այդ ուղղությամբ պետք է շատ լավ մասնագետներ ունենանք։ Այ ոչ թե քաղաքական որոշում լինի կամ չգիտեմ ինչ-որ մի հատ ադմինիստրատիվ որոշում լինի, դրանք սովորաբար սխալ են, քանի որ գիտական հիմք չունեն տակը։ Այո, իհարկե։ Դա հիմա շատերը խոսում են արհեստական բանականության կողմից եկած այդ ռիսկերին, վտանգներին, որ դա նույնպես պետք է շատ զգուշ մոտենալ եւ մասնագետների կողմից նույնպես ոչ թե քաղաքական այրերի կողմից դա ձևավորվի, բայց այստեղ անտեսվում է գենետիկական այդ նվաճումները, եթե որը պակաս վտանգավոր կամ պակաս ասենց հեղափոխական չեն, ինչ որ արհեստական բանականությունն է ու այդտեղ խոսքը մենակ մարդկանց մասին չի։ Այդտեղ նույնիսկ ասենք այդ CRISPR-ը, այդ ընկերությունը հիմա իրենք կարող են նույնիսկ բույսեր կամ կենդանիներ նույնպես իրանց գենը խմբագրել եւ ինչ որ հատկություններ մտցնել, ինչ որ հատկություններ հանել, այստեղ հարց գնում է արդեն ոնց կարողանան իրանք մնաց անել, որ ասենք որոշ բույսեր կամ ասենք լոլիկները ավելի լավ ոնց որ nutritional value ոնց են ասում բան ունենան, ավելի շատ պրոտեիններ կամ ավելի շատ այնց բաներ ունենան մարդու համար կամ ասենք երբ որ կենթանի են պահում կովերը, ոչխարները, ավելի իրենց այդ օգտակարությունը ավելի բարձրանա ու կարող է սա ամբողջ տնտեսությունը, համաշխարհային տնտեսությունը փոխի։ Դե նորից հուսանք, քանի որ դա եւ պետական մակարդակի քայլեր է պահանջում եւ իհարկե, չգիտեմ, մտավորականությունը պետք է եւ գիտական համայնքը պետք է շատ աշխատի ոչ թե ինչ որ հրահանգներ կատարելուց, այլ ինքը առաջարկի այդ նոր ճանապարհները եւ նոր տեսակետներ։ Պետք է մենք մի քիչ ոնց ասում հեղափոխական փոփոխություններ ա տեղի ունենում էլի այսօր մենք գուցե չենք գիտակցում, բայց իրոք ամեն օր, ամեն րոպե, ամեն մի ժամ տեղի ա ունենում դա եւ մենք տեսնում ենք դա, չգիտեմ, ամեն օր տեսնում ենք, նույնիսկ այս քարոզչական այս բանը որ սկսեց, այս կամպանիան որ սկսեց Հայաստանում, ես տեսնում եմ, որ ավելի շատ նյութերը պատրաստում են արհեստական բանականության շնորհիվ, քան նորմալ, ասենք այն ավանդական ճանապարհով։ Այո։ Բայց ամեն ինչ պետք է պատրաստվել, այսինքն որպեսզի չստացվի, որ մենք վերջում կանգնենք փաստի առաջ եւ լավ, շատ շնորհակալ եմ պարոն եպիսկոպոսյան այսօրվա զրույցի համար։ Ճիշտ է, ես դեռ բազմաթիվ բաներ կային, որ ուզում էի ձեզ հետ քննարկել։ Էլի կհանդիպենք ես։ Կարծիք իմանալ, այո, եթե նախորդ ավելի լավ է դից մի քիչ կարճ խոսենք, բայց մի հատ նեղ թեմայի շուրջ է։ Շատ լավ, ես կփորձեմ այդ ձև բան անել, մտածել հետագայի համար։ Ամենայն դեպս շնորհակալություն ձեզ ժամանակի համար եւ կհանդիպենք։ Եղա։ Շատ լավ, տեսություն։ Տեսություն։